կարդում են ընդհանրապես խայտառակ, որտեղ այն ինչ տեղի ունեցավ այս վերջին 1 ժամվա ընթացքում, նույնիսկ եթե դա պայմանավորված խաղ է, նույնիսկ եթե կա վեհապար Հայրապետի այսպես կոչված բանը, ինչ են ասում, օրհնություն է, որ գնացեք, հանդիպեցեք պատուհասի հետ, միևնույն է սա խայտառակություն է, որտեղ այն ինչ այս պահին, այս ժամին տեղի է ունենում եւ որը վաղը կստանա Նիկոլ Փաշինյանի եւ մյուսների ամենամեծ աջակցությունը, ցույց է տալի հետեւյալը, որ Նիկոլը ճիշտ էր, որ ասում էր, որ հայ առաքելական եկեղեցին պղծված է եւ այնտեղ պղծյալները իրենց գործունեությունն են ծավալում։ Այլապես ոնց հասկանալ։ Կամ վեհապար Հայրապետը այսօր այդ բոլոր նրանց, ովքեր գնացել են Նիկոլի հետ հանդիպման, միանգամից կարգալույց կանի, կամ ուրեմն վեհապարը իր տեղում չի եւ պետք է իր տեղը զիջի ինչ-որ մեկին, ես չգիտեմ ում։ Որևէ մեկին, որը կարող է գոնե հայ առաքելական Սուրբ եկեղեցու պատիվն ու համբավը պահպանել։ Օրինակ Ելցինը երբ որ տեսավ, որ Ռուսաստանը կործանվում է իր ղեկավարությամբ եւ եթե անկարծ ինչ որ մեկին դնի, որը պիտի շարունակի իր գիծը, ապա Ռուսաստանը կկործանվի իսպառ, նշանակեց մեկին, որը աղբից, քաքից, կեղտից, կործանումից փրկեց Ռուսաստանը։ Եվ այսօր Ռուսաստանը գտնվում է միանգամայն ուրիշ կարգավիճակի մեջ։ Հիմա եթե վեհապար Հայրապետը կարող է այդ քայլին գնալ, ապա գոնե նախապատրաստի մի այնպիսի վիճակ, որ իր հեռանալուց հետո հայ առաքելական Սուրբ եկեղեցին անգլուխ չմնա։ Հիմա առանց վեհապար Հայրապետ չմնա։ Ինչ է նշանակում։ Ուրեմն ես նայեցի ցուցակ, այդ ցուցակից գոնե 3 հոգի։ Մարդիկ են, ովքեր եթե պետք է այսպես կոչված ինչ-որ կարգ խախտելու համար կարգալույց արվե, ապա իրանք ամենաստորն են, ամենաանտանելին են, ամենասրիկաններն են, ամենապղծյալներն են։ Որտից այդ սրբազանները, ովքեր այցելել են, մեկի զավակի հետ ես դատվում եմ։ Արդեն 5-6-րդ տարին այդ մարդու հետ դատվում եմ։ Կոտայքի թեմի առաջնորդի որդու հետ, Քյարամյան Արգիշտի հետ։ Հիմա ինքը ինչ տակ է ստորագրել։ Ինքը զավակ ունի, ընդ որում ամենամեծն է տարիքով։ Իմ հետ դատվում է, հեսա իր հարցաքննության ժամանակ ես պիտի մանրամասը ճշտեմ, ով է իր հայրիկը, ոնց է ինքը լույս աշխարհիկ է։ Այսինքն մենք ինչ ենք անում, Նիկոլը, եթե ուզում է փրկել, սրբագործել, չգիտեմ ինչ անել, ապա ումով է դա անում։ Եվ տեսեք ինչ է տեղի ունենում։ Նիկոլը ինչ որ բան է ուզում անել, օրինակ ծախել Արցախը, թե թուրքերի։ Եթե որևէ մեկը դիմակայում է դրան, դա թշնամի է եւ այլ։ Բայց եթե թշնամին համագործակցում է իր հետ, որպեսզի Արցախը ծախի, դա իր համար ազնիվ է, բարերար է, մեծագույն է, տեզրագույն է։ Հիմա իբրև թե ուզում է հայ առաքելական Սուրբ եկեղեցին մաքրազարդել, անում են նրանց հետ, ովքեր ամենապիղծերն են, ովքեր կամ միասեռական են, մարդուկին են, այցելել են իր մոտ, կամ զավակներ ունեն, գոնե 3-ին ես շատ լավ ճանաչում եմ։ Մեկին Վիրահայոց թեմից, մեկին Արարատյան թեմից, մյուսին էլ Կոտայքի թեմից։ Մեկի որդու հետ էլ դատվում է։ Դրա որդին, լինելով քննչական կոմիտեի ղեկավար, ապօրինի կարգով ինձ կալանավորել է տվել, 3 ամիս նստել եմ, հիմա էլ դատվում եմ այդ մարդու հետ։ Մարդ, որը իմ զավակին, իմ որդուն, որ ավարտել էր Մոսկվայի ՖՍԲ ակադեմիան, գործից հեռացրեց ստորաբար։ Իհարկե ձևակերպումը այլ տվեցի, բայց պարզ է, չէ՞ ոնց են անում, կանչում են ատեստացիայի, ինքը ատեստացիա հանձնած գնացել է ծառայության, իրան չեն կարող ատեստացիայով կտրել, իրան գերներին են սկսում հերթով եւ ասում են չես հասկանում, մինչեւ դիմում չգրես, որ հեռանում ես։ Քո այդ ակադեմիայում սովորած բոլոր կուրս ընկերներիդ գործից հեռացնում են։ Նա գալիս զանգում են, ասում են հայրիկ, ասում են տղա ջան, մեկ է ամիս 2 անգամ գնում ես սահման գալիս ես։
որտեղ ասենք սահմանում էր ծառայում, դերից ամիս 2 անգամ տուն էր գալիս, շաբաթ օրով, կիրակ օրը հետ էր վերադառնում, սրանք եթե ընկել են քո հետևից, սրանք այն մարդիկ են, ովքեր ամեն ստորության հնարավոր է դիմեն։ Տղա ջան, ուրիշի հացին վայես մի եղի, կներեք ես բառի սավը, դիմուն տուր դուրս է։ Եվ տղաց դիմուն տվեց դուրս է։ Հիմա այդ մարդը, ով ինը դատվում է, ով որդուն գործից ազատել է, նրա հայրը կոտայքի թեմի առաջնորդն է, թող պաշտոնապես հրաժարվի, ասի տենց չի։ Եվ ասի ով այդ դեպքում իր հայրը։ Այդ նույնն ասի, հիմա դրանք գնացել են ում հրաժարականն են պահանջում։ Վեհափառ հայրապետի, գնացել Նիկոլի առաջ խոնարհվում են, կզում են, որ ինչ անեն։ Գիտեք, առյուծները միմյանց հետ կռվում են։ Տարբեր բաներ, առյուծների ուրեմն խմբեր իրար հետ կռվում են։ Պրայդները։ Բայց եւ որ հարց է առաջանում առյուծները բորենիների հետ, առյուծները միավորվում են եւ պայքարում են բորենիների դեմ։ Նույնը բորենիները։ Հիմա օրինակ վեհափառ հայրապետը, եթե որևէ մինիստրի կանչի հանդիպման, որևէ մինիստր կհամարձակվի, գիտի որ նույնիսկ ակնար կանի, որ ինքը կարող է վեհափառի հետ հանդիպել, Նիկոլը դրան մինչև առավոտ մեծ թիքեն ականջը կթողնի, այդ մինիստրից։ Բա այս եպիսկոպոսները, թեմերի առաջնորդները, վեհափառը, ենթադրենք հայ առաքելական Սուրբ եկեղեցու վարչապետն է, նրանք թեմերի նախարարներն են։ Բա ո՞նց են համարձակվել, եթե հիմա վեհափառ հայրապետը կամ չդրսևորել եւ սրանց կարգալույց չարել, այդ դեպքում կնշանակի վեհափառ հայրապետը իր տեղում չի։ Այլապես անհասկանալի է, նորից եմ կրկնում։ Արարատյան թեմի առաջնորդ, ինչ անուն ասես տալիս է, ինչ է Բեթլի Սամոյից, մինչև ինչ ասես ասել։ Բա հիմա ո՞նց, նա գնում է, որպեսզի ինչ անի։ Սա իսկապես անհասկանալի իրավիճակ է։ Ոչ եմ կրկնում, թող որևէ նախարարի, եթե հիմա վեհափառ հայրապետը, դուք հայտարարություն եք արել, չէ՞ եկեղեցականներում։ Ձեր եղբայրներից հիմա նստած են, 3 սրբազան նստած են։ Բա դուք ինքնասիրություն չունեք արել։ Հա, սնիկայություն եք արել, պոռնեկություն եք արել, կադրերը նկարել են, որտեղ այդքան անշնորհքեք չեք կարեցել, հենց անեք, որ օրինակ չիմանան, հա։ Դրել են ձեր դեմ, արա տղամարդ եք, դուք ինքներդ հրաժարական տվեք դուրս եք։ Բայց դուք դառնում եք իր շնիկները արա, իր կամակատարները։ Եվ վաղը պիտի ասեք, որ հա, որտեղ ինքը հայտարարեց, իրանք պիտի խավարան ասեն, հա, Նիկոլի բաների տակով անցեք, ոտերի տակով։ Դա խավարանն է ձեր։ Լզեք Նիկոլի ոտերը։ Արա, մի ժամ առաջ է ասեց, քանի ես կընդունեմ, սաղը երևի իրար հերք չտալով, այն Արարատյան թեմի առաջնորդն էլ ամեն առաջից ընկնելով, Բենտլի։ Այս ինչ վիճակ է։ Բայց տղաները իզուր են զոհվել արա։ Արաքատ բարի Արցախի թեմի առաջնորդը։ Ինքնասիրություն ունես արա։ Բայց հիշում ես, որ ես եկել էինք ընդեղ, քեզ էլ նկարահանեցինք, տեսագրեցինք, դու էլ խոսացիր լայվ նյուզով։ Բայց մեր զրույցը, բայց քո արածը ավելի լավ չէր մեռնեիք արա։ Իսկապես անհասկանալի։ Չէ դե կներես մեր Արցախի առաջնորդը, վրթանեց թե ինչա։ Կարող է Ալմատայի դեկլարացիան այն ժամանակ չէր կարծացել, հիմա կարծացել, հասկացելով որ հայրապորն է այնտեղ ապրել 1000 Ալմատի հրճակագրում տես բան չկա գրված։ Լսի ես գիտեմ ինչքան տեղ գրված։ Մարդը կարող է Ալմատից տեղը, չի բան չի մի իմացել որ Ալմատ հայրապորն են ապրել այնտեղ հազարավոր տարիներ մեծ Մաշտոցապորնի դպրոցը սարքե Կանզասար բոլորը սա լևի բաներ են, մի նոր իմացեմ արդեն, ինչ ես ուզում այդպես։ Դու է վաղը կզարտես, մի նոր բան կիմանաս, այն էլ ամարս չէ։ Չէ, գիտես թե հարցը որն է։ Հարցը նա որ ծայրայեղ սխալա, ապուշություն է համարել, թե սա ժողովրդապետը իրոք ուզում է վեհափառ փոխել
ինչ պատճառներով։ Ինչ ասենք, ում դնի։ Քարամյանի։ Չէ։ Կներեք։ Սամոյի Բենտի։ Եթե ինքը եկեղեցին քանդելու մտադրություն չունի, վեհապարը ինչ պատճառներով ձեր չի տալիս։ Ախպերյան ինքը վեհապարին ուղղակի կմիջամտի որ մահանա։ Իֆարտից կմահանա, վթարից կմահանա, կվերջացնի հարցը։ Սա վեհապարի դեմ սրա կռիվը չէ։ Սրա կռիվը հայ առաքելական եկեղեցու դեմ է, այս մարդը հստակ հանձնարարություն ունի եկեղեցին քանդել։ Մի քանի փաստեր։ Նախ առաքելական եկեղեցին համարվում է Թուրքիայի Հանրապետության ազգային անվտանգության սպառնալիք։ 1. Երկրորդը Թուրքիան, Ադրբեջանը եւ նրանց անգլոսաքս վերադարձները համոզված են մի բանում, գիտեն, որ հայկական ռևանշը սարսափելի կլինի, եթե տեղի եղավ, այս իրանց տանջանքը, կան Ղարաբաղի հայաթափում, բանդեղ, Թրամփի կամուր, ամեն ինչը կփոշիանա հայկական ռևանշի դեպքում։ Իսկ հայկական ռևանշի հիմնական գաղափարակիցը եւ հայ ինքնության ողնաշարը հայ առաքելական եկեղեցին է։ Բա մի 6-ում այդքան հասկանում են, չէ՞, սերումել են հասկանում, թուրքերն են հասկանում։ Այս մարդուն հանձնարարված է ոչնչացնել եկեղեցին։ Ես էլի այստեղ խնդիրը սրա համար վեհապարի կուսակրոնությունը կամ կուսակրոնության խախտումը չէ։ Դե ձեր չի տալիս հայ քրիստոնյա տղա ես, համարում ես կուսակրոնը, այդ կուսակրոն չի վեհապարը, ախպերյան խախտելա, ախպեր սպանի։ KGB ունես, NVD ունես, Spetsnaz ունես, 1000 մի բան ունես։ Այդ որ երկրում, որ երկրի ղեկավարը քաղաքական սպանության որոշում չի ընդունել։ Գոլդա Մեիրը իր կնիկալով։ Թե որ մեկը չի ընդունել քաղաքական սպանություն։ Դի սպանի պրսի արա։ Բայց չէ, մարդու քրիվը բանը եկեղեցին։ Նա կասեմ կոչ ես անում սպանություն։ Ես կոչ չեմ անում, ես ասում եմ, եթե ինքը իրոք բանը մտահոգված է, որ վեհապարը գործող կաթողիկոսը ամենայն հայոց կուսակրոնության ուղղն է խախտել։ Ախպերյան, դի վերասրային մարդուն։ Նախ գնա հետը հանդիպի, ասա վեհապար թեր գնա։ Չէ, ախպերյան, հրաժարվեց, դի դու եկեղեցին ես քանդում։ Հետո սրա քանդածը եւ երրորդը, սա արդեն թեթև բան է, դրանց փաշազադ են։ Երկու հատ թեմա ստեղծի Հայաստանում, խազիատ են ասում, ինչ են ասում։ Էշմիածնում թեմա ստեղծի ինքը թղթի վրա։ Հեսա մեր դերձողները գնում են, երևի Արցախի թեմի առաջնորդին խոստացել են Խանքենդի Ղազիաթի մոլլայի պաշտոնը։ Երկու հատ թեմա ստեղծի Էշմիածնում ու Երևանում, խազիատ, հա։ Եվ քանի մայրաթոռը կա փաշազադեն իր գործը ոնց պետք է առաջ տանի։ Եվ ամենակարևորը ինչը կուզենայի ասել։ Տեսեք Փաշինյան Նիկոլը Ղարաբաղը վերացրեց, չէ՞, փաստացի, վերացրեց, հայացապեց հերնանեցեց, հա։ Առանց Ղարաբաղցիների օգնության դա տեղի չէր ունենա։ Պարոն Իսագլյան։ Առանց Ղարաբաղցիների ջիջարով մասնակցության, ասինքն Ղարաբաղցի ասելով ում նկատի ունեմ, Հարությունյան Արայիկ, Մարայիկ, այնտեղ Ջամալ, Մամալ, Հյուսնունս, Մուսնունս, այն կա մեկը թուրք կամո են ասում, եւ առանց դրանց մասնակցության աջակցության ինքը Արցախի հարցը ասես չէր լուծի։ Մինոյն ինքը եկեղեցին է քանդում, եկեղեցին է լիկվիդացնում, առանց եկեղեցականների օգնության ինքը ոչ մի բան չի անի։ Անջատի հեռախոսը, թե չէ ժամերով կզանգի։ Մի րոպե հենա։ Ջեբդ է, հանգիստ հել քայլի գնա անջատի։ Սա է ամբողջ ողբերգությունը ցավոք սրտի։ Միլիոն անգամ ասում ենք, եթե գալուց առաջ այդ հեռախոսները անջատեն։ Ես ուրիշ հեռախոս է։ Հետո ուրիշ է, բայց կոդն է։ Դուր ջարդի որ ձենը կատարվի։ Պես չի ջարդում, եթե փող է տված։ Հա։ Ես սրա անջատել է որնա։ Շպրտի ուրեմն։ Լավ։ Հա, միտքս էլ, հա, եւ առանց եկեղեցու մասնակցության եկեղեցականների հայ եկեղեցին քանդել հնարավոր չէ եւ անեսօր գտնվել են այդ 10 քանի հոգին։ Բայց սրանց հիմնական մասը կամ գոմիկեր կամ կուսակրոնությունը խախտած։ Չէ, ես չգիտեմ, նախ մենք չգիտենք ինչ տեքստ են դրանք ստորագրել։ Մեկն ասում է անդ բաններ գրել։ Տեքստը տպված է։ Տպված է։ Այո։ Վեհապարի հրաժարական են պահանջում դրանք։ Թե արշակի։ Ամեն ինչ էլ պահանջում է։ Ինչը ի՞նչ է գրված։ Սրա պահանջը ո՞րն է։
Իրանք։ Ես կարծացել եմ, որ պահանջում են Աշոտ Սրբազանի հրաժարականը։ Չէ, իրմեպ համարվում էր, որ ապացուցված է այն, ո՞ց ով է ապացուցել, որ փորձագիտական բանն է ապացուցել, որ այդ կադրերը ճշմարտություն են եւ դրա հիման վրա իրանք որոշում են կայացրել, որ քանի որ ճշմարտացի է, պետք է սա արվի, նա արվի։ Դեմա։ Հասկանում եք, ես ասել եմ, չէ, Քրիստոս ինքը մեր Տերը 12-ի մեջ մեկը մատնի չէր։ Մեր ընտրածը 12-ի մեջ 11-ն են մատնիչ լինելու, հասկանալի է դա։ Բայց հիմա այս բոլորները մի բան պետք է հասկանանես, որ իրանք սաղ այդ կուսակրոնությունը խախտած բարտիկ են։ Իմաստը լավ, ուրիշ բան ասեմ։ Կուսակրոնությունը չխախտած Հռոմի պապ չի եղել այն Վազգեն առաջինը, որին պաշտում են, ասում են Սուրբ է։ Դե լավ, խնդրում եմ մի էշություն դուս ժողովրդական արտիստուի սիրուհի ուներ։ Դու էշություններ դուս մի տուր, քեզանից դու մեռած հələ ծնված չես եղել, վեհապար հայրապետը արդեն չի եղել։ Դու ինչ-որ սրա նրա հիմար ասածներ նույն Նիկոլից ինչով ես տարբերվում։ Լավ, վերջացրեք, լսի, ես լուրջ բան եմ ասում։ Եթե դու ի վիճակի չես ընկալել, ուրեմն չկա կուսակրոնությունը չխախտած վեհապար։ Հայոց պապության մեջ չի եղել։ Չկա Հռոմի պապ։ Դա աննորմալություն է։ Անհնար է մարդը կուսակրոն մնա ամբողջ կյանքը։ Հիմա դու ինչ ես։ Կմեռնի։ Մի րոպե, նորից շագանակագեղձից կմեռնի։ Դու սաղի գիտություն կա, բան կա։ Սաղի գավազանակիրն ես եղել։ Չէ, ես ասում եմ այն ինչ ինձ ցույցում է իմ տրամաբանությունը։ Քո տրամաբանությունը հիվանդությունը։ Հիվանդ մարդու տրամաբանությունը։ Իսկական կուսակրոնը 6 ամսից տարիոկես կապրի։ Всё։ Լավ էլի։ Կամ պետք է ավելի։ Գնա բժիշկներին հարցրա, հանի զորը ասեմ, բաները, տիբետյան մանախները, որոնք ամբողջ կյանքում կին չեն տեսնում։ Հիմա դուս մի տվեք։ Դու տեսել ես տես տիբետյան։ Այո, շատ եմ տեսել։ Այդպես մի հատ տիբետյան լամա է բանն էր։ Լավ, ավարտի։ Լավ, վերջացրի։ Ավարտի։ Չի կարելի դες բաներ։ Հիմա բանն ես ասելու այսօրվա համար ասա։ Հիմա Նիկոլի Տեսովանար ասում եմ, թեզ սկսում հաստատել։ Նիկոլը ճիշտ է։ Այս մարդը որևէ բան չունի վեհապարի դեմ։ Այս մարդու կռիվը եկեղեցու դեմ է։ Նա պարտավոր է եկեղեցին քանդի, որովհետև ունի համապատասխան հանձնարարություն։ Գլոբալ հանձնարարություններից մինչև մանրը, գլոբալից որ հայ եկեղեցին հայ ժողովրդի ողնաշարանը դա պետք է ոչնչացնել, հայ եկեղեցին պոտենցիալ ռևանշի գաղափարակիցն ու առաջնորդը կլինի, ինչը անընդունելի է Թրամփից մինչև Մերիբան Ալիևը, վերջապես Էշմիածինը պետք է դատարկվի, որ այդ Փաշազադե կոչվածը խազիատ ստեղծել, չէ՞ Էշմիածին, դու ոնց ես պատկերացնում Մայրաթորը գոյատևի դրանց այդ հարևանությամբ կամ պետք է վերացվի։ Всё։ Եվ այդ հայտարարակ process-ը ինքը չի կարողանա իրականացնել առանց եկեղեցականների։ Ղարաբաղի հերնյանից, չէ՞ Ղարաբաղցիների զեռամբ։ Չէ՞։ Բայց այսօր զարմանում ես Անարա, իսկ այդ եկեղեցականները ախր տկներեք էլի, մեր հայ բոլոր առաջնորդները, թե աշխարհիկ, թե կրոնական, բոլորը կաղում են կադրային քաղաքականությունից։ Հիմա զարմանում ես, չասա, Սերժ Սարգսյանը կարող էր վաչո ունենալ, նրանք էլ վեհապարի վաչո ունենան, էլի։ Բայց նա կարող էր սխալվել մարդ չճանաչել, վեհապարը մարդ չէ, հələ վեհապարն ավելի հազարական անփորձական Սերժ Սարգսյանը, քան Ռոբերտ Քոչարյանը։ Հեն մարդը երբեք KGB-ում չի աշխատել, ՆՎԴ չի աշխատել, երբեք չի աշխատել, մարդը օպերատիվ աշխատանքներով չի զբաղվել։ Ինչ ես ուզում։ Նորից եմ կրկնում, դու շատ հիմար օրինակներ ես բերում։ Անսխալական միայն Տերն ինքն է։ Դու կյանքում ինչքան սխալներ ես արել։ Շատ։ Ու ամենամեծ սխալները ես կարամ երեսովը տալ չեմ տալի, հարցը էդի չի։ Կարող է սխալ լինել, կարող է բան լինել, բայց հետագայում երբ որ պարզվի, օրինակ եթե գործնեության ընթացքում պարզվում է, որ այդ մարդը դավաճան է, դավաճանին միանգամից պատժում են։ Ես հետևյալն եմ քեզ ասում։ Եթե որևէ մինիստր հանկարծ այսօր որը երբ որ ասես որ կառավարությունը միանգամից կանիցվի։ Հիմա այս սրբազանները, որ գնացել են Նիկոլի մոտ, մարդ, որ իրանց ղեկավարին, իրանց վարչապետին ասում է ավազանի անունով դա ամենամեծ վիրավորանքն է եկեղեցականի կյանքում։ Ինչու հենց հիմա չկա դրանց բոլորին վաղը կարող է կլինի, սպասի, այսօր են մարդիկ գնացել, սպասիլը վաղը գա։ Մի ամեն ինչ է նույն րոպեին մի ուզի, հələ վաղը կգա։ Հետո եպիսկոպոս կարգալույցը, որքան ես գիտեմ, կարող է սխալվում եմ, վեհապարի մենակ վեհապարի ստորագրությունը քիչ է։
Կարծեմ դեռ նիստապետ գումարել գերագույն հոգևոր կարծեմ վեապարը իրավունք չունի այս մեր կանոնագրքի ինքնուրույն ստորագրել դրանց հեռացնել։ Լսպասի վաղը կտեսնենք էլի։ Ինչ է նշանակում իրավունք չունի։ Կարծեմ դա միանձնյա որոշում չի։ Կարող է սխալվում են։ Կապ չունի։ Հիմա տես տեղի ունեցա հանցագործություն իրանց կանոնը։ Օրինակ Տերարամի հեռացնելը, այդ Տերարամ կոչված է ստոպիկի։ Հա։ Հա։ Դրա հեռացնելը էլի ժամանակ տևեց, չէ՞, դրա կարգալույցությունը։ Վերջը մկրտի սրբազանին փորը տվեց, քանի օր անցավ, ինչ որ պրոցեդուր անցավ, նոր չէ։ Տեղեկացված չեմ էլի։ Չէ, հիմա դու նայ, մեկը Արարատյան թեմի առաջնորդ։ Մարդ, որին Բենտլի Սյամու ասում են իր ծննդյան օրից, չէ՞։ Մարդը ծննդյան օրից վարկաբեկված է։ Ինչու ճիշտ է, մինչև հիմա դրա հարցերը չի լուծվել։ Ինչու, չգիտեմ, այն մյուսի Կոտակի թեմի առաջնորդը, որը կուսակրոնությունը սրանից 45 տարի առաջ խախտել է։ Այն օրը մի հատ տեղեկացվածնով մարդում է դրան ունեցել է այդ օնորա կուսակրոն դարը։ Ինչ է։ Կուսակրոն դարել է դրան ունենալուց հետո։ Ինչ է դրան ունենալու։ Այդ արգիշտիկա ինչ է, դա ծնվել է նորա կուսակրոն դարը։ Նու տենց են ինձ ասա։ Ո՞վ է քեզ դες բան ասա։ Արա մարդը գնում է ճեմարան։ Ընդ ճեմարանն ավարտելուց հետո որոշում է ինքը դառնում է կուսակրոն, թե ամուսնացյալ քահանա։ Տեղում է որոշում։ Այո, դա անդադ process է։ Դա անդադ process է։ Եթե արդեն երեխա ունի, էլ չի կարա կուսակրոն դառնա։ Կարող է կնոջը թողնում։ Ասում էլ չի կարա կուսակրոն, չի կարա թողնի։ Ուրիշ բան կինը եթե մահացած լինի։ Հա։ Եթե կինը մահացել է, Ձգ նորմալ։ Դե ես գիտեմ, լավ, ես եկեղեցական Բայց եթե ապորենի զավակ արդեն իսկ ունես, կամ արդեն ամուսնացած ես, վերջ էլ կուսակրոն չես, երեխա ունես, կուսակրոն չես կարա։ Լավ, ես Դեզալից տեսելի օրենքներ եք հորինում։ Ես չեմ հորինում, ես ես եկեղեցական ներքին կյանքին կանոնադրությանը մասնագետ Չէ, Արտուր ջան, Բայց որքան ես գիտեմ, վեապարը հենց հիմա իրավունք չունի որևէ եպիսկոպոսի ռադանի։ Ինչ որ մի պրոցեդուրա պետք է անցնի, ինչ որ մի բան կա էլի այնտեղ։ Այդ ստոպիկին որ հեռարարը։ Մենակ չէ, այն որ Մոսկվայի թեմի առաջնորդին հեռացի։ Ոնց հեռացի։ Տիրանին։ Հա։ Այդ Տիրանին հեռացրին աշխատանքից կուսակրոնից, հետո կուսակրոնությունից որ հեռաց, կուսակրոն եմ ասում, որ իրան կարգալույց արեցին, այդ էլի երկար process է։ Ուրեմն կարա չէ թեմի առաջնորդին ու ինքն է նշանակում։ Տեղի թեմին հա, իսկ այնտեղ իրանք Հա, ստեյ թեմի, Հայաստանի թեմերի առաջնորդը։ Բոլորին ինքն նշանակում։ Հիմնականում բոլոր հայաստանյան թեմերի առաջնորդները։ Հա։ Թող դրանք առաջնորդությունից զրկի։ Բագրատ Սրբազանը նստած է, այսինքն իշխանությունները կարան զրկում են, վեապար հայրապետը չի կարա։ Կանի, վաղը գա, դեպքը այսօր ա եղել։ Առավոտ կտեսենք էլի վեապարի արձագանքը, մայրաթորի ռեակցիա վաղը կտեսենք, իհարկե։ Չէ, գիտեք ինչ կա, հետո ստեղ հիգիենայի մասին ես սախր կներես էլի, ինձ մեկը Մոսվա առաջարկեց, ասեց մեկի հետ կծանոթացնենք, գնա քո բոլոր հարցերը տղա այդ ուսման վարձաբանով կլուծի Կարապետյան Սամվելի կլասի դոլարային միլիարդատերա, բայց որ իմացա ով է, ես չգնացի դրա մոտ։ Այդպես ես կգնամ Նիկոլա Կանա, մի հատ հակասը, կգնամ Հակոբյան Նանայից այդ գումարը կուզեմ էլի։ Հակոբյան Նանանի Նիկոլական չի, Նիկոլի կնիկ։ Ես հիգիենայի շատ բան ցավալի զգացում ունեմ, ես չեմ կարող։ Ես զարմանում եմ, այդքան մի գլուխ գովա չունես առանձնապես։ Ես բան ունեմ։ Ես Նավասարդի վրա զարմանում եմ։ Նորմալ մարդ է, իր մասին ոնց է իրան թույլ տվի գնալ դրա մոտ։ Ախպեր, էլի քաղաքապետ ընտրվեց, դրա երդմնակալությանը չգնաց, օրնեց, որնեց Ավինյանին։ Էդ էլ արե։ Այո։ Էլ այն ամենասուր, ոնց դու կգնաս դրա մոտ։ Դու նորմալ մարդ ես չգիտեմ, նորմալ հայ ոնց կարող է բան անել։ Ան հիշում եք մի հատ տեր հայր կար, ինչքան շնորհքով մարդ էր, եկեղեցու զռա դարեց սրան։ Մի 4-5 տարի առաջ։ Հիշում եք։ Այն տեր հայրը Նիժնի Նովգորոդում որ սրա լակոտներից մեկին հրաժարվեց խավոր կարգելով։ Երեխի մկրտություն։ Բայց այդ քահանաները որ նայեն թեմի առաջնորդները ասենց բանի շակալի նման այդում խոնարհվում են, ինչ են Ես անելու։ ինչի եմ խոսում, որ մեր եւ աշխարհիկ եւ հոգեվորական առաջնորդները իրոք կադրային քաղաքականությունից գենետիկ կաղում են, որտեղ բոլորը խայտարակ սխալներ են թույլ տալիս։ Թե մեր նախկին նախագահները
Արա դու էլի անդրադառնալ բոլորն են, ուրեմն նույնպես եմ կրկնում, այդ անսխալական միայն Տերն ինքն է։ Քո մոտ հիվանդություն կա։ Պուտինի մոտ բիլետենից դες խայտարակ կադրի սխալ։ Ու օրինակ, հələ մեկը ասա։ Չուբայսը Պուտինի շուր։ Դու Պուտինն է Չուբայսի կադրը, Չուբայսն է Պուտինի բերեմասը ոչի դերը։ Կապ չունի, դա կադրը չէ։ Գրեֆը, մյուսները, այսօրվա Գրեֆը Նաբիուլին է, ինչ է։ Դանակով խփել է Պուտինին։ Մի րոպե։ Կենտրոնական բանկի նախագահն այսօրվա։ Հա Չուբայսի քարտուղարուին է։ Կոֆես արկով։ Այդ դրաներով ինքն է բերել։ Հա բայց Նաբիուլինը, մի րոպե, Նաբիուլինը։ Հա վերա Պուտինը, կեցե։ Մի րոպե, անսխալական է։ Լսի, ես չեմ ասում։ Պուտինին մեջքից հարվածել են, թե Չուբայսը, թե Նաբիուլինը, թե Գրեֆը։ Ուրեմն իր պաշտոնավարման ժամանակ մեջքից որևէ մեկը հարվածել է, ոչ։ Հարվածել էր, երբ որ արդեն իշխանություն չի եղել։ Ցավոք սրտի իշխանության, երբ որ դու իշխանության ես, շատ դժվար է տեսնել, թե ովքեր են դավաճան։ Մարդիկ արա վերցա ամբողջ մարդկության պատմությունը։ Իրանց զավակներին են սպանել, իրանց եղբայրների, ընդ որում բոլոր եղբայրներին սպանել են, որ կոնկուրենտ չմնա, զավակներին սպանել են, որ իրանց այդ կոնկուրենտ։ Հետո դու մի բան եմ իմորասի։ Մի նայ եկեղեցու վիճակը ավոր լուրջ է։ Հիմա տես եթե պետությունն է որոշում եկեղեցի ոչնչացնել։ Իսկ ես նոր կարծեմ շատ համոզիչ ասեցի, որ սրա կռիվը վեհապարի դեմ չի, վեհապարի փոփոխությունը սրա ծրագրի մեջ չի մտնում։ Այլապես ինքը ուրիշ կերպ կվարվեր վեհապարի հետ։ Հա։ Սրա կռիվը եկեղեցու հետ է, սա մտադրված նպատակավորված ոչնչացնում է հայ առաքելական եկեղեցին 1724 տարվա կառույց է։ Բայց գիտես որ եթե պետությունն է դրանով զբաղվում, դա արդեն շատ հնարավոր օպերացիա է դառնում։ Եթե պետությունը իր ոչ պետական ինստիտուտներով, իր իշխանական ռեսուրսներով, լծակներով լծված է ինչ-որ մի ինստիտուտի իշխանը հին ուզում է լինի, ոչնչացմանը դա շատ կարող է ստացվել։ Մանավանդ եկեղեցու ներսում ինքը ունի իր ագենտուրան։ Ագենտուրան չէ, մարդիկ, ասենք դե լավ, իսկապես բան են արել, իրանց թույլ են պահել աշխարհի գայթակղությունների մասով, իսկ քանի որ այսօր մեր հատուկ ծառայությունները ամբողջությամբ նվիրված են նրանց գործունեություն ընդդիմադիրների, այսինքն նրանց ում որ Նիկոլը հանձնարարում է, որ սատանաման եկեք այդտեղ, այդ նույն սատանաման գալու ապօրինի տեսագրում, ձայնագրում, լսագրում, կրճատում, մրճատում իրար կապում են, պարզվեց ցավոք սրտի, այս մեր սրբազաններն էլ հիմնականում վախկոտ, ցավոք սրտի, ոչ տղամարդ, արարածներ են աշխարհիկ կյանքում։ Այդ նույն մասածոտի բանը նայեք սրբազանը։ Դե յանին պայքարում է բանի դեմ, վեհապարինով որ եկել է, գորգռում է, ոստիկանների վրա է հարձակվում, բերել են մի հատ թեթև թղթիկ մեկ էլ մի հատ կարող է եթե չեն տվել, մի հատ չեք են նվեր տվել, մի հատ չեք ասել նախ մեր սրբազան, հա, գնա ես քեզ մի 36 տարի հերիք ա։ Ինչ են արել։ Ապեր երեք չխոսած $100 միլիոն ծախսա հայ եկեղեցին ոչնչացնել, խելացի ծախսելու դեպքում։ $100 միլիոն խելացի ծախսես, դու այդ 1700 տարվա կառույցը կվերացնես։ Պատմության գիրք կնետես։ Այն ինչը ձգտում են Վատիկանը, քանի 100 տարի անգլոսաքսերը էլ չեմ խոսում թուրքերի մասին եւ գմեր գրանտակերների մասին։ Դա չէին կարող անել, եթե Հայաստանում լինեն ազգային իշխանություններ կամ Հայաստանը ընդհանրապես իշխանություն չունենար։ Դու ոնց որ պետականություն չունենար։ Ոնց որ սովետականության ժամանակ եկեղեցունով էր կրնում։ Ստալինը հայ կաթողիկոսների հետ նստում հելնում էր։ Չորեք չաներ, հետարքից դրույթներ անում, ցեղագին բան է որոշել։ Դե հիմա այս իրավիճակում, պարոն Մեջեն մասնագետ նախորդների, նախկինների, դե ինչ օրինակ դու լեի, ինչ կանեի հիմա, ինչ պետք է անեն այս մարդիկ, ինչ պետք է անի վեհապար հայրապետը։ Եկեղեցին, դե վեհապարը պետք է պրոցեսը սկսի դրանց ռադանելու կարգալույսության։ Մի չգիտեմ, այդ մի օր կտևի, երկու օր կտևի, ուրիշ այլ ընտրանք չունի։ Հարցը էս 10 եպիսկոպոսները համախմբի իր բանը, հարցը էս 10 եպիսկոպոսները չեն։ Դրանք ժողովրդի մոտ վարկաբեկված, Բենտլի Սամոյից սկսած մինչև Արցախի թեմի առաջնորդը վարկաբեկված մարդիկ են։ Բայց ջերմուկին է, այս Վայոց ձորին է։ Սաղ վարկաբեկված դոլարային միլիոնատեր է։ Հա։ Դրանք սաղ վարկաբեկված։ Դա օբյեկտները բանը։ Այսինքն դրանց հիմա հրապարակ է, օրինակ մենակ ես հրապարակ եմ Վազգենի, որտեղ երբ որ ինքը վիրահայոց թեմի առաջնորդն էր,
այնտեղ Վան Բայբուրդ կար, թերթի խմբագիրներ հայկական, շատ հաճախ որ այցելում էինք Վրաստան, գնում էինք, հանդիպում էինք եւ բավականին լուրջ զրույցներ ենք ունեցել։ Ոչ միայն բանում առաջնորդարանում, հիմա Էստոնիայի առաջնորդն է։ Շատ ընկերական զրույցներ ենք ունեցել, որտեղ ինքը ազատ բացվել է։ Հիմա ինչ ես դրանք հրապարակ է։ Ընդհանրապես ես համարում եմ, որ տղամարդ են, արա դե լավ, հիմա տղամարդ են։ Ես ինքս քանի որ կուսակրոնությանը դեմ եմ եղել եւ երկու անգամ էլ եկեղեցական ժողովների ժամանակ եւ որ նախագահ ազգանա մի անգամ Սևանում, մի անգամ Հրազդանում, Ծաղկաձորում։ Այդպես հավաքներ է եղել, ես խոսացել եմ, որ վերջ տվեք այս կուսակրոնությանը։ Քանի որ դա ինքներդ եք մտցրել, ինքներդ էլ հանեք ձեր եկեղեցի։ 1700 տարի առաջ են մտցրել, հիմա ասում են։ Չէ, ոնց։ Բա երբ է մտցրած։ Գրիգոր Լուսավորիչը ինքը ամուսնացյալ է, իր տղեկ ամուսնացյալ են ելել, թորներն ամուսնացյալ են ելել։ Ներս մեծը իր թորներ թորներ։ Դա հետո էր որ որոշեցին, որպեսզի եկեղեցական այսպես կոչված բանը մնա, այդ եկեղեցու հարստությունը։ Դե նույնը Վատիկանում են որոշը հռոմում, դե մի ոբշեմ ես էլ չեմ սիրում դա աննորմալություն է։ Ինձ թվում է աննորմալ։ Հիմա քանի որ 21-րդ դար ենք հայտարարագրել կա, այս կա, այն կա, ոչ մեկը եկեղեցու ունեցվածքի վրա աչք չի կարա ունենա։ Հետո ամուսնական զավակներ ունենան։ Քեզ ով ասում եկեղեցու ունեցվածքի վրա չեն կարող ունենալ։ Չէ, դե հիմա ուզում եմ ասեմ, կարան սա հաշվառեն մեկ առ մեկի, ոնց որ պետական ունեցվածքն է, որ դու Նիկոլը ունի եկեղեցու ունի, եկեղեցու։ Այ մարդ հիմա ով ունի, ես դա չեմ ասում, ես ուրիշ բան եմ ասում, դու գիտես դու կամ չես հասկանում ինչի մասին է զրույց գնում, կամ քեզ հաճույք է պատճառում, որ մեկ նախորդներին անդրադառնա, չգիտեմ ինչ որ բեկերին անարա, այդ անում են այն ժամանակ, երբ որ դրա պատեհությունը կա եւ դա ասելը որ Նիկոլի ջրաղացին ջուր ես լսում, ասելը որ Նիկոլը դե ճիշտ է ասում, որ հայ առաքելական եկեղեցին պղծյալ եկեղեցի է։ Բան ասա։ Նոր մի քիչ առաջ։ Ինչ եմ ասում։ Որ Վազգեն վեապարել, սաղին ինչ ասում։ Ես ասում եմ, հիմա եկ ասեմ, եթե դու մի չգիտես ով է Վազգեն վեապարը, ուրեմն դու երևա դու հայ ես։ Ուրեմն դու ապրել ես եսին որ բանը։ Ես ամոթ բակի լավ արի։ Լսի։ Ես որ շատ լավ է։ Ես որ Աստվածաշունչ չեմ կարդացել, այլ դու եղել ես հակա Աստված։ Վերջացրու։ Քո ցեղով։ Հասկանում ես։ Մի հիմա դու ասա։ Դու ինչ ամեն մի ապուշի լսելուց ես քանի անգամ ես դու նյութեր ուղարկել մի հատ էսի կարդա։ Կարդում եմ էշություն է գրած մի հատ էշի կողմից։ Դու այդ էշությունը ուզում ես ներկայացնել որպես բացարձակ ճշմարտություն, այդտեղ չի։ Արդյոք բան չեմ ուղարկի։ Միլիոն անգամ։ Դու բան այստեղ Կամեն մի հիմա մի սուրբ ձևացի, մի բան։ Արա սուրբ չեմ ձևանում։ Ասում են Կապրեջան, ես էլի եմ ասում։ Ստեղ եք ասեմ, բոլորի դեմերեսին եք ասեմ, դատարանում եք ասեմ։ Չի եղել ոչ կուսակրոն, եղել կաթողիկոս։ Եղել է։ Բոլորը։ Ուրեմն տարյուկ ես հետո բերել։ Դու հիմա զերպարտում չի եղել որևէ հռոմի պապ։ Հռոմի լավագույն պապերը հիմա ես Բորջան, Ալեքսանդր Բորջան, ամենահզոր հռոմի պապն է եղել։ Դու իր աղջկանից է երեխա ունեցել։ Դե հիմա ինչ է ունեցել, ոնց է։ Բայց ամենահզոր Վատիկանը բոլորից հզոր եղել է Բորջայի ժամանակ։ Եվ պատմությունը գնահատում են նրան որպես գործիչ, ոչ թե որպես սեքս տերորիստ է եսիմ ինչ։ Ոնց մարդու գործերով դատեք։ Լսի, Եզրա Սրբազանը Մոսկվայի։ Ախպեր ինչ ասես լսում եմ։ Սենս նենց էս կոմեկում։ Ախպեր ջան, 2004-ից 2025 թիվը 21 տարում այն մարդը կառուցել է 72 եկեղեցի Կալինինգրադից Վլադիվոստոկ 8 եկեղեցով ստանձնել է թեմը 21 տարում դարձել է 80 վատ բան արե մարսը չէ դե մարդու գործերին նայեք դե դեպքում վեապար հայրապետի գործերն ասա դե ասեմ ամենամեծ եկեղեցաշինարարն է բոլոր ժամանակների Ինչքան որ իր օրոքա կառուցվի, վերականգնվի, օրսե բան, չի եղել տես բան։ Ուրեմն հարկավոր է ինչ անել։ Մարդու գործերով դատեք ախպեր ջան։ Հիմա գործերով չեն դատում, հիմա դատում են։ Հիմա դատում են, որովհետև սրան հազարված է վերացնել հայ եկեղեցին։ Այդ Փաշազադեն Խազիատա սարքում է միազում։ Չի կարամ այլատորրետ հարևանություն անի։ Հետո անգրասիկ շատ վախում են հայկական ռևաշից Ռուսաստանի օգնությամբ։ Ինչա պետք անել, եկեղեցին պետքա որպես ինստիտուցիոնալ կառույց վերացնել, որը նաև հայ ժողովրդի ոնոշ է։ Եվ ինքնստիկյան ինքը կվերանա որպես պոտենցիալ ռևանշի գաղափարակից։ Մասշտաբանում ինչ ես ուզում։ Լսի, սրա պես յուրատուկ աշխատող, ես երեք չգիտեմ,
1000-ություն ստացավ իշխանությունը զավթեց, դու տվեցին, լավ, 1000-ություն ստացավ Արցախը ռասխոդ անել, տվեց, 1000-ություն ստացավ հայաթափել, Պուտինի 3 տարի 2 լակոտու ֆռացին Պուտինի գլխին ինչ ասես ջբերեսին։ Դե Պուտինը մի սարքի անում է, ես ջղայնանում եմ, որ դու ինչ-որ մեկի աններ ես սարքում, դա քակ կերան, բայց հա, ինչև է, սարքեսին, մի 1000-ություն ունի, մարդը տեսար ինչքան սիրուն ֆռասին ես, լսի, այս Թրամփի կամուրջը դա Բայդենի ադմինիստրացիայի օրոք որոշված բան էր, բայց նրանք փորձել են, օրինակ տես, այս սեպտեմբերի 22 թիվն էր, չէ՞, այս Վարդենի ջերմուկ ներխուժումը, այդ ժամանակ մտադրությունը ընդհանրապես ճեղքելներ Սյունիքը Հայաստանից։ Եվ սա զորքերը, եւ այսօր ասում եմ, Հայաստանի իշխան տարածքից որևէ երբեք հրաման չեմ տվել զորքերը հետ քաշվեն։ Բայց փաստը կա, Բագրատյանն իր աչքով տեսած, թե իրոք ինքը զորքերը հետ է քաշվել, ապա ռուսական բանակն են դեմերը կանգնել, թուրքերը ցուցվակի մեջ են հայտնվել։ Այսինքն սա առաջի դեպքը չի, որ Թրամփի այս կամուրջ կոչված է, դա առաջի փորձը չի Սյունիքի օտարման։ Շատ են փորձել, Սև լճով են փորձել, բան չէ։ Հետո վերջը տեսան ապրիլյան եկեք как раз Պուտինին բան կանենք, մի քիչ խտիկ կտանք, բան կանենք, խտիկ կտանք, ներվեց քաղաք, մեր թուրաններ ձեր ես կկառուցենք, կպրսենք, Թրամփի անունը կդնենք։ Առաջինը, այսինքն իդեալական աշխատեց այս մարդը։ Հիմի եկեղեցին իրոք դարել է բան, լրջագույն խնդրեմ, որը պետք է վերացնել եւ ինքը վերացնում է։ Ես ելի եմ ասում, եթե նրա խնդիրը եկեղեցու հետ լիներ բացառապես եւ միայն գործող կաթողիկոսի վեհապար հայրապետի այս կուսակրոնության պահը ինքը որպես երկրի ղեկավար այդ հարցը 2 րոպեում կլուծեր կվերջացներ։ Բայց ես մարդը ուզում է եկեղեցին քանդի եւ վեհապարը ինչքան երկար մնա, ինչքան պայքարի, այդքան իրա լավ չէ։ Սիրուն ինչ ես առաջարկում, վեհապարը հրաժարական տա։ Իհարկե ոչ։ Դա առնես ինչքան երկար մնա, այնքան Նիկոլի գործերը Այդքան երկար եկեղեցու չալակը տա, այդքան շատ կքայքայի, այդքան բան կանի։ Հիմա դե սա որոշել է խոսքը, թե որ մինչև հունվարի 1 այդ հարցերը կլուծի։ Դրա համար sense մինչև հունվարի 1-ը ինքը ամեն ինչ կա, դո վեհապարին կարող է կալանավորի, այդ հունվարի 1-ը ում ասել, հունվարի 1-ը կլուծի։ Ասել է, առաջ ասել է մինչև սեպտեմբերի 1, հիմա ասել է մինչև հունվարի 1։ Ում ասել։ Ալիև պապային։ Էրդողան տարաբարակավ ասել է այդ։ Այո, Հայաստան։ Այո, այսօր էլ իր այն հիմնական տեղակալը իրանց կուսակցության նա էլ հայտարարեց, որ օրերի հարց է կաթողիկոս։ Դրանն բան կանեն։ Այս թափտպուկներից կարող է մեկին կաթողիկոս ընտրեն, վեհապարին բռնի ուժով հանեն, տան այնտեղ վեհարանումը սկսեն, ասեն կաթողիկոսի ինքնա կամ տեղապահ ինքնա, դու ինչ ասես վեհապարին ձերբակալեն, որ չգնա ուրիշտեղ, որտեղ ուրիշտեղ գնաց մայրաթորը մեխանիկոնն իր հետ տեղափոխում է, չէ, որ այդ գլխացավից է անջատեն, չէ։ Այդ գլխացավից է բան անեն։ Դա ամեն ինչ կարա անի։ Լսի, եթե պետությունը զբաղվում է մի բանով, դարձնում է դա պետական նպատակ, դա չիրականացնելը շատ դժվար է, շատ դժվար է։ Տեսեք շատ։ Հիմա տեսեք, արդեն արձագանքները նայեք, չեմ կասկածում, գնում է ուրեմն Մալխասյանը, որ Նիկոլ Կոչոյանից հետաքրքրվել է, թե օֆշորային սկանդալը վերջին ինչ ավարտ ունեցավ ու Մաքուրով Մարթա ինչքան փող մնաց։ Հետաքրքրված կլինի նաև թե Կոչոյանի Բենտլին արդյոք յուղ չի վառում։ Իսկ Արցախի թեմի առաջնորդ հավանաբար իր գոհունակությունը հայտնած կլինի Նիկոլին առ այն, թե ինչ պետությամբ կարողացավ Արցախ հանձնել Իլամին ու արիություն հայ քաղաքական դարձնել։ Բանը, արդեն մյուսը Եկեղեցին ունի կանոն, որ որևէ եկեղեցական պետական պաշտոնյաների հետ հանդիպելիս պետք է ունենա իր վերադասի, այդ դեպքում հայոց հայրապետի օրհնությունը։ Եթե չկար այդ օրհնությունը, ապա նա կարգազանց է, սա ասում է արդեն եկեղեցու բանը Աբեղա Կարապետյանը, ասորիկը։ Այսինքն, մամուլում այսօր փաստաթուղթ շրջանառվեց, այն պահին մենք որևէ բան ասել չենք կարող։ Բայց պարզվում է, որ դա հենց այնպես փաստաթուղթ չի, որ այս նույն ստորագրածները գնացել են արդեն, ես կարծում եմ նույնիսկ դա դավադրություն է շատ լավ սարքած, ուրեմն
Հիմա խնդրեմ, բոլորի հեսա ԿՊ-ի սցենարը հետևյալն է, հիմա ասենք, Գարեգին Բամյանն համեսկոտողը հայտնվել տնային կալանքի կամ որևէ կերպ արտաքին աշխարհից մեկուսացված կարգավիճակի մեջ, եպիսկոպոսների մի մասը թիրախում հայտնված Արշակ Սրբազանը ենթադրվում է, որ կարող է կալանավորվել, իր ժամեր կամ օրեր անց համացանցում հայտնվի Գարեգին երկրորդի նամակը, որով նա հայտարարի կաթողիկոսի գայից իր հրաժարականի մասին։ Սա քաղաքացիական պայմանագիր կուսակցության ծրագիրն է։ Դե մի ծրագիրը ապուր ծրագիրը չէ, այստեղ վեհապարը նաև ուրիշ բան պետք է անի կամ երևի արդեն արել է 46-ը թե 7-ը արտասահմանում թեմի առաջնորդ ունի։ Բոլորին պիտի կանչի Երևան։ Բոլորին։ Բացի եզրասից, որը այստեղ կկալանավորվի։ Մեղադրակ կա առաջով։ Բոլորին պիտի կանչի Երևան, մի հատ հելեն այս իրակողը կանեն, ասեն սրանց տեղայցա տանեմ։ Հա, խնդրեմ, Արմլուրը հենց նոր տվեց հետևյալը։ Բանը, հիմա այս արագ ընթերցեմ, որ շատ կարևոր է, իրար հետևից լուրերը գալիս են։ Արմլուրի ԵՄ-ի տեղեկությունների համաձայն այսօր կամ վաղը Հայաստանի քաղաքական ղեկավարության համար վճռորոշ կարող է դառնալ ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդի ապագայի հարցը։ Արմլուրի աղբյուրների փոխանցությամբ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պատրաստում է իր գծագրած սցենարը կյանքի կոչել վերջնականապես մայր աթոռից հրացնելով Գարեգին երկրորդ ամենայն հայոց կաթողիկոսին։ Տեղեկությունների համաձայն իրավապաններն արդեն սկսել են անհատական հանդիպումներ ունենալ բոլոր թեմական առաջնորդների հետ, այդ թվում նրանց, ովքեր ստորագրել են նախորդին կայացած եպիսկոպոսատ ժողովից հետո հրապարակված աղմկահարած հայտարարությունը, անգամ նրանց տներն են այցելում։ Ստոպ։ Լսի, ախր սրանք գիժ են, էլի այս գրանտակերները, դա է ոչխարներ։ Հայաստանի 11 թեմ ունի, 47 աշխարհում կա։ Այս մարդը ամենայն հայոց կաթողիկոսն է։ Կիվիրյան, Քյարամյանի կաթողիկոսը չի կամ բանի, բա այն մյուս թեմերը հելը կարդամ։ Իսկ ովքեր հրապարակայնորեն հայտարարել են, թե այդ փաստաթղթի տակ իրենց ստորագրությունը չկա, դարձյալ ստիպված են լինում երկար շփվել իրավապանների հետ եւ բացատրություններ տալ։ Բոլորին բացատրվել է, որ պետք է հանդիպել վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ խնդրին տալ լուծում։ Աղբյուրների տեղեկությամբ պնդում են, որ այդ հանդիպումների ընթացքում թեմերի առաջնորդների ներկայացվում են զարգացումները, թե կաթողիկոսի դարաշրջանն ավարտված է։ ԿՊ-ից սցենարը հետևյալն է։ Ամենայն հայոց կաթողիկոսը կարող է հայտնվել տնային կալանքում, եպիսկոպոսների մի մասը իսկ ժամեր կամ օրեր անց հայտնվի Գարեգին երկրորդի նամակը։ Սրբազաններն արդեն հանդիպեցին Նիկոլ Փաշինյանի հետ։ Այս սցենարը, եթե իսկապես իրականացվի, ապա քաղաքական եւ հասարակական առումով կարող է դառնալ վերջին տասնամյակների ամենախորքային ճգնաժամներից մեկը։ Բայց պետություն եկեղեցի հարաբերությունում, սակայն առավել հետաքրքիրն այն է, որ այս ընթացքում մայր աթոռը շարունակում է լռել։ Չգնաք որևէ մեկի, որը հետքի կամ հաստատի նոր ճնշումների մասին տեղեկությունները։ Միայն մի բան է հստակ։ Առաջիկա օրերը կարող են դառնալ որոշիչ ոչ միայն Գարեգին երկրորդի, այլև ողջ հայ առաքելական եկեղեցու ապագայի համար։ Փաշինյանը քանդեց եկեղեցին ներսից, հոգևորականների ձեռքով։ Դե խոսեցինք այլ կերպ հնարավոր չի։ Արցախն է քանդեց եւ հանձեց արցախցիների ձեռով, չէ՞։ Այլ կերպ հնարավոր չէ։ Դες ինչ Հիմա տեսնենք Փաշինյանի ընտանեկան թերթում հրապարակված եպիսկոպոսած դասին վերաբերվող նոր հայտարարության լուսանկարը կքննարկվի մայր աթոռում Տեր Եսայի։ Նիկոլ Փաշինյանի ընտանեկան թերթում այդքան ժամանակ հրապարակված եպիսկոպոս դասի վերաբերվող բանը եպիսկոպոսի ստորագրությամբ հրապարակված հայտարարության հարցը կուսումնասիրվի եւ մայր աթոռ Սուրբ Էջանի հանդես կգա անհրաժեշտ Իդես ամբողջ խնդիրներ է, որ ցավոք սրտի ինչպես 18 թվականին հիմա եկեղեցին ուշանում է այս լուրերին արագ արձագանքելու բանից։ Դե կներես, եկեղեցին KGB չունի, եկեղեցին այդ պողակներ չունի, եկեղեցին ինչ անի։ Ես մի բան ասեմ։ Քեչարան չունի եկեղեցի, երբ որ պաշտոնակատար էր Կարեն Կարապետյանը, KGB-ն էլ էր Իրանը, MVD-ն էլ էր Իրանը, բայց ինքը արդեն 7 օր է չէր կարողանում Նիկոլենց ինֆորմացիային, դեմ ինֆորմացիա բանը։
Եվ քանի որ երբ որ որոշվեց, որ մենք պետք է այդ կազմակերպենք այդ հակադարձումը, արդեն մարդը հրաժարական տվեց, ասեց, որ ինքը այլևս բան է։ Դե ինքը հրաժարական տվեց այլ պատճառով։ Ինքը այդքան չկար, որ ռիսկաներ առաջադրվեր։ Ինչ է, հայ է էլի, Ղարաբաղցի։ Շատ քիչ է տարբերվում մյուս հայերից, մյուս ղարաբաղցիներից, թեկուզ աղել քալաքցիներից։ Հիմա Անգետ ջան, ահա թե ինչպես, դե լավ, սա հոգևոր կյանքում, քաղաքական կյանքում ես չեմ ստորագրել ունենալով վերապահումներ, տեղակ չեմ հանդիպումից Տեր Սերովպե եպիսկոպոս Սախանյան, տեսանյութ։ Ես արդեն մեկը, այդ ինքը ստորագրությունը չկար նաև էթեր։ Քանի հոգի են ստորագրել։ 9 հոգի։ Դե 9 հոգի շատ քիչ է։ Գիտեմ քիչ է, հարցը քիչն ու շատը չի։ Հարցը այն է, որ ամենապղծերն են գնացել հանդիպման։ Ամենա, այսպես կոչված վարկաբեկվածները, որոնք Bentley են ունեն, որոնք Bentley չունեն, որոնք այդ մասուն իր սանի մեկի հետ ես դատվում եմ, այդ մյուսը ինձ իր կյանքը պատմել է Թիֆլիսում եւ ծանոթացրել է Էնեակի հետ, որին ինքը առանց որի չի կարա, հասկանում ես։ Այսինքն բաներ կա, որ ցավալին դա ես դրան ասում եմ, ես առանձնապես դրան ված չեմ նայել։ Որտեւ ես համարել եմ, որ հայ յուրաքանչյուր Ախի ես ասում բոլոր հայ կաթողիկոսները կուսակրոն են եղել, կուսակրոնությունը պահպանել են։ Որտեւ ուրիշ տվյալ չունեն։ Դե չունես, ուրեմն լավ չես ապրի։ Ուրեմն չէ, ուրեմն դու ես քեզ տամ ուրիշ տվյալ։ Ուրեմն դու կներես էլի այդ բառ ուզում ես կրկնեմ քո համար։ Մի ասա բաներ, որ այդ ժամանակ ոչ դու ծամված ես էլի, ոչ գիտեիր ինչ բան է եկեղեցին։ Չութակեր նվագում արդեն ամբողջաբար խոսակցում ես չեմ սիրում, երբ որ մարդը ասում է բաներ։ Ժոզեֆի նաև արդեն ծնված չեմ եղել, բայց աղագին բան գիտեմ։ Ոչինչ, չգիտես, ու կարդացել ես ուրիշների գրազները։ Թե չէ դու քո գրազներն ես կարդացել։ Հեսա, վանականը, որ վաճառեց իր Ֆերարին եւ գրված է։ Ֆերարի չէ, Bentley գոնե ասել։ Չէ, Ֆերարին, ստե գրած է Ֆերարին։ Այդ նավասարդի մասին։ Մկրտիչ Զագոյանն է գրում է, որ Արարատյան թեմի առաջնորդը ունեցել է նաև Ֆերարի, որը վաճառել է եւ այլ։ Մա Դե, չէ, ես իրան սոլիդ մարդ էի պատկերացնում, որ հələ գնացել է սրա մոտ, դու կարևոր չի ստորագրել, չի սա, դու սրա ձերտա արդեն բանը նորմալ մարդու առաջ չի։ Սրա ոնց կարելի է սրա հետ շփվել, սրան ձերտալ, սրա հետ աշխատել, սրա հետ համագործակցել։ Հեսա Նիկոլի խոսքը կա Bentley-ի մասին։ Բայց հասկաց։ Հեսա խնդրեմ։ Հեսա Բայց հասկացա, հոգևորականը Bentley ունեն։ Քանդում էին այն տարածքը։ Բայց հասկացա, հոգևորականը Bentley ունեն։ Բայց հասկացա։ Կտրյանի մասին է ասում։ Հա։ Հիմա Bentley ունեցողը եթում է հանդիպում է գլուխը խոնարհում են, որ իրանք հարգարժան սրբազան հայրեր, հա, բանը։ Չէ, իրանք սկզբից գլուխները խոնարհեցին։ Լավ, էսի էլա հոգևոր կյանքում, աշխարհիկ կյանքում։ Արմանը Թաթոյան հայտարարեց, որ նախկինները եթե չմասնակցեն, Նիկոլի ավարտված է։ Դե գիտես, Արման Թաթոյանը նախկիններից ինչ է։ Թաթոյան Արմուշ դրան, ասա, Արմուշ իրան Սարգսած է, ինքն Վարդուշի ընկերն է, չէ, Սարգսյան Վարդուշի, Զավենովնայի։ Հոյակապ, ախր չէ, գիտես, այդտեղ են բութա։ Ես մի բան հասկացա։ Ինքը հավատում է, այսինքն, եթե Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը քաշեն մի կողմ, հանրապետականը չմասնակցի, հա? Քոչարյանը չմասնակցի ինչ-որ բլոկի գլխավորությամբ, ինքը կհաղթի Նիկոլին, հա։ Դե մարդը տենց է ասում։ Թե ինքը ուզում է իրոք վստահ է, որ իրան կհամոզի Միացյալ Նահանգների վարչակազմը համոզել, որ ապրի ջան, եկեք Բիզինա Իվանիշվիլի դառնամ ձեզ համար, հա։ Նիկոլին փոխենք, ես վարկաբեկված չեմ, ես ձեզ ավելի լավ կծառայեմ, նրանք դրեցին համաձայնում են, հա, ասին այդ գնամ ենք կթողնենք դու Նիկոլին հաղթես, հա։ Դու զարմանում եմ սրանց խելքի վրա։ Մի անգամ ամերիկացի քաշվան չէ, Յանուկովիչին վստահեցին, ասին հա աշխատի։ Խապես Յանուկովիչի իրանց։ Իվանիշվիլին չարտարացրեց։ Չի, արդարացնում է, հələ որ միջի հիմա ամենակարևոր հարցում չարտարացրեց 2 միլիարդ է պատժվեց։ 2 միլիարդ է փող կորցրեց։ Այդ մարդիկ
Բայդենը մեռավ ասելով պատերազմ պիտի սկսես, երկրորդ ֆրոնտ բացես, այն մարդիկի բացես։ Չարտարացրես։ Հակաամերիկյան օրենքներ ընդունեց, ինոագենտների մասին օրենք ընդունեց, ինչի պատճառով պրոբլեմ ունեցավ, Ֆեդերացիայի քարոզը արգելեց օրենքի ուժով։ Ագին բան է արել, ասում ես չարեց, չարտարացրեց։ Չարտարացրեց ամերիկացիների համար։ Հա, Իվանիշվիլին չարտարացրեց ամերիկյան հույսերը, հետ եմ ասում։ Հա։ Իսկ ասում են նույն բանը մենք անենք, թողեք մենք Նիկոլի տեղն աշխատենք։ Ով է ասում։ Սա էս Արմուշը։ Արմուշը ով է։ Թաթոյանը։ Արման Թաթոյանը։ Արմուշ ասում են իրար, Արմուշ սազումը։ Սիրուն բան միացյունի տղա է, մազերունի։ Լավ, ինչի չի ուզում որ նախկինները մասնակցեն ինչ-որ ձևով։ Ասի, այս տղեն յուրա բանը շատ լուրջ եվրոպական, եվրամիութենական հենարան ունի, դե աշխատել աստեղ այնտեղ։ Դե հասկանում եք, եթե հաջորդ իշխանությունը նորմալ իշխանություն լինի, բոլոր եվրոպական ամերիկյան կրթություն ունեցողներին լյուստրացիայի կիետարկի։ Այնտեղ աշխատել։ Արա միասակրթություն ունեցողներին։ Չէ, որ դες միտքս շարունակեմ, էլի միտքը։ Շարունակ։ Խոսքս չի վերաբերում Չիկագոյի համալսարանի, ֆիզիկայի ֆակուլտետին, քիմիայի ֆակուլտետի, Փարիզի Սորբոնի կեսաբանական ես դրանց նկատի։ Խոսքս այն դարմոյ գրանտակիրները, որոնք քաղաքագիտություն են սովորում, Սորբոններում, Ստենֆորդներում, մարդու իրավունքներ, ինչ-որ ես դրանք Դու էլ ես չուզում որ տղա Վիեննայում սովորի։ Բայց տղեմ իմ տղեն յուրիստ չի, իմ տղեն բան չի, Վիեննա չէ, իմ տղեն Վիեննայից չտեղ չեմ, իմ տղեն պիտի սովորի իր դասատուի մոտ։ Դասատուն գնաց Մագադան, հետևից կգնա Մագադան։ Իր դասատուն ով է։ Հիմա Մոսկվայում է։ Մենք չտեղ չենք էլի, վայ տղես Նյու Յորք ասովորում, բան, գնում։ Չէ, մեր արեստը ուռոդություն չէ ֆիզիկայի կամ ես ինչի պես, մարդուց մարդ է փոխանցվում, հանրագիտանում չես գրի, ֆիզիկաները գրում են, չէ, H2O ջուր, դե գրի կարտա տուալետում ունիտազի վրա կսովորես, սա մարդուց մարդ է փոխանցվում, ձերքից ձերք, չէ, մեկը պիտի Ոնց որ արվեստը։ Արվեստը, էլի կատարական արվեստը։ Մենք չենք սովորում ինչ-որ շքեղ շենքերում, չէ, մենք սովորենք կոնկրետ մարդու մոտ։ Մի մարդ է, Ալեքսանդր Վինիսկին, ռեդե ժողովրդական արտիստը, Դավիդ Օստրախի վերջի աշակերտներից մեկը։ Հիմա աշխատում է Մոսկվայում։ Աշխատեր Ստամբուլում կգնայինք Ստամբուլ։ Թերանում աշխատեր կգնայինք Թերան։ Հասկացար։ Լուստրացիա որ ասում եմ։ Իսկ Արման Թաթոյանը որտեղ է սովորել։ Դու էլ Պենսիլվանիայի համալսարանում իբր յուրիստ դառը իր ասելով Եվրոպայում ասովոր հետո միջազգային կառույցներում այդ Արմուշը բացառապես Սերժ Սարգսյանի արտադրանքն է։ Քոչյանի օրոք չի սկսել դաժի իր կարիերան, իր ամեն ինչը սկսվել է 8 թվից հետո։ Այն Խեչ Անդրեասյանին հանեցին սրան միբ սարքեսին, չէ՞, մինչ այդ Արփինեի տեղակալն էր։ Արտադատության նախարար։ Հա։ Դա մի Գիտես ինչ կա, այդ մարդը էությամբ գրանտակեր է, էությամբ, դե ամերիկաններում սովորած քաշեկած Եվրոպաներում ինչ պիտի լինի, միջազգային կառույցներում աշխատած ինչ պիտի լինի, էությամբ գրանտակեր է նշանակում է նամուսազերծ է, իսն է։ Ինչ ասեք կոնկրետ, ես հայտարարությունը չեմ նայել, շատերն են դրա հետ կապված տարբեր արձագանքներ։ Ախպեր ասելա, որ դուք, եթե դուք չմասնակցեք, մենք Նիկոլին կհաղթենք, կամ ասելա, եթե դուք մասնակցեք, Նիկոլը կհաղթի, այն մարդը չի, որ ես նստեմ հիշեմ դրա ասացը տարասի, էդ ասե։ Որ հետո ասի տեսակ, դուք մասնակցեք, Նիկոլը հաղթեց, դուք որ չնեիք, ես Նիկոլին կհաղթեի։ Հիմա տեսեք, սիրելիներս, ես Չէ, այստեղ վտանգ ուրիշ ասել, գիտես ինչ են ուզում։ Սրանք ուզում են բացարձակ ստերիլ ընտրություն անցկացնել։ Այսինքն, չկա Սերժ Սարգսյան, չկա Քոչարյան, հա։ Մասնակցում են իրանք իրանցով, ամերիկյան գրանտակերներով, Վարդուշն է մասնակցում։ Վարդուշով է։ Վազգենի քուրը, ախպերը, Զավեդովնան։ Վարդուշն է մասնակցում, Հայրիկյանն է մասնակցում, ինչ-որ Խզմալյան Տիկոնն է մասնակցում, այս Արմուշն է մասնակցում։ Արմուշով է։ Արմանը Թաթոյան է սովորել, հիշողությունը իրոք լավ չի։ Չէ, հատուկ եմ հարցնում, որ Արմուշն է մասնակցում։ Վարդուշ ու Արմուշ դրա։ Իրանք իրանց կռուղով, իրանք իրանցով, հասկանում ես, ֆուկ են անում բոլորին, հայ ժողովրդի ինչ որ աղերս ունեցող մարդկանց,
Թե Քոչարյանը, թե Սարգսյանը գոնե հայ ժողովրդի հետ աղերս ունեն, հայ ժողովրդի համար բան են արել, 20 տարի աղբեր ջան, Ղարաբաղ են գնացեք, երեխվել ենք, անվտանգ ապրել ենք։ Ասում եմ մահերն է դադարացել, તો ոչխար գրանտակ ելը գնացեք նայեք ձեր սրբավայր Ամերիկայի սահմանում Մեքսիկայի հետ քանի հատ սատկում է բան տարեկան ամերիկյան սահմանապահ, գնացեք նայեք մեքսիկական նարկոկալտերների ձեռից։ Այդ սահմանային զոհերը որտեղ չկան։ 50-60-ով բան են սատկացնում մեքսիկացիք։ Բատեղ եկը 100 կիլո գրուզ են բերում, 10 միլիոնավոր, բրիթոնին ինչ-որ մի հատ ամերիկացի սերժատ իրան ձեռից խլի։ Գիտես ինչ զոհեր կան դեղ, ամերիկացիք ինչ զոհեր են տալիս։ Սրանք ես մեր սահմանային բախումները դարձրին տերրը դարձրին։ Հիմա խաղաղություն ա բերել Սուրբ Նիկոլը։ Նիկոլ հրաշագործը։ Նիկողոս հրաշագործ են ասում, չէ՞ Նիկոլայ Չուդատվորես։ Դե լավ էլի։ Չէ, սրանք ուզում են տենց իրանցով, իրանց թայֆով, այս արևմտականներով գրան նստեն ընտրություն անեն։ Կարող է Ծառուկյանին է թողնեն, Ծառուկյանն է կմասնակցի, այդ Ծառուկյանը ինչ մի մատդ բերանը տանես չի կսի։ Ծառուկյանը մնաս է։ Այդ ուզում են իրանց ուսկի կրուգով ընտրություն անեն։ Հիմա տեսեք, սիրելի հստակ, ես էլ չէ քննադատում եմ նախկիններին, որ ասում եմ, բայց մի բանի համար եմ քննադատում, որ իրանք էլ են ներկա նախկին, տարանջատվել, մանանջատվել, իրանք էլ մտնում են Նիկոլ Փաշինյանի օրակարգի մեջ։ Ես ասում եմ, ընկերներ, դուք ընդհանրապես որևէ մեկից դուք միավորվեք։ Իմ կռիվը 12 թվականից, 2012 թվականից մեկն է, որ առաջի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը իրար հետ կլոր սեղանի շուրջ նստեն։ Եվ ասում եմ ընդհակառակը, դուք պետք է ամեն այդ դեպքում ժողովուրդը կհասկանա, որ երկիրը վտանգի տակ է ու կմիավորվի։ Բայց երբ որ առաջինը երկրորդին, երկրորդը երրորդին, երրորդը երկրորդին, երկրորդը առաջինին, հա, այդպես ինչ-որ թեկուզ ներքին օղակներում ոչ անմիջականորեն իրանք խոյահարումներ են լինում, դա վնասում է ժողովրդի մոբիլիզացիային։ Ես ոչ թե ասում եմ նախկինները չլինեն, Լևոն Տեր-Պետրոսյանը չլինի, Ռոբերտ Քոչարյանը չլինի, ասում եմ ընդհակառակ իրանք երեքն էլ պետք է լինեն։ Բայց իրանք Թաթոյանի խանգարում են էլի։ Բայց իրանք երեքով պետք է որոշում կայացնեն։ Ստեղ խոսքը չի առաջադրվի Լևոն Տեր-Պետրոսյանը, առաջադրվի Ռոբերտ Քոչարյանը, առաջադրվի Սերժ Սարգսյանը։ Մենք 21 թվականին բոլորով միասին ըստ էության աջակցում էինք Ռոբերտ Քոչարյանին։ Չնայած օրինակ տեսեք իմ հարաբերությունները եւ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի հետ շատ ես միակն եմ երևի որ համարձակվել եմ ասել որ իրանք իմ ընկերներն են, չէ՞։ Բոլորս աջակցել եմ, ճիշտ է, հանրապետականն էլ առաջադրվեց, պատիվ ունեմ դաշինքի տեսքով։ Բայց միևնույն է, մտածում ենք, որ սա էլ օժանդակող, որտեղ էլի նույն խնդիրն էր առաջացել։ Մարդիկ ուզում էին տարանջատվեին, էլի տենց հարց կար, բայց օրինակ այն ժամանակ հանրապետականը այդ իր ամբողջ էներգիան չներդրեց ընտրությունների մեջ, որտեղ շատ համակիրներ հանրապետականի, հենց հանրապետականի մեր շատ ընկերներին ասում էին, եթե մտածում ենք, որ Քոչարյանը կարող է հաղթել, ավելի լավ է ձայներս տանք Քոչարյանին։ Եվ ցավոք սրտի տեղի չունեցավ այն ինչ որ մենք մտածում էինք, որ այդ խայտարակ պարտությունից հետո պետք է տեղի ունենար։ Դրա համար հետագա մեր բոլոր բաները, որ Նիկոլի հետ մասնակցել ընտրության, այս տարբերակով, ինքը միշտ շահարկելու է նախկիններ, ինչ որ բնականաբար եղել են չարաշահումներ, շատ խայտարակ չարաշահումներ են եղել։ Օրինակ շատ ներողություն եմ խնդրում, հավատացեք, որևէ մեկի ջրաղացին ջուր լցնել կամ որևէ մեկին վարկաբեկելու նպատակ չունեմ։ Որտեւ երբ որ ես բոլոր գործերը ես նայում եմ, իսկ քանի որ իմ պահապան հրեշտակը Աննան Ծառուկյան, իմ փաստաբանը, ես իրան միշտ շատ եմ, հա, ներողություն եմ խնդրում ես անհամեստ արտահայտությունս համար, շահագործում են առումով, որ շատ եմ խնդրում, որ օրինակ այս գործերը մի հատ սաղ նայենք, տեսնենք ոնց են։ Օրինակ այդ չարաշահումների գործերը, որ տարբեր նայում են, բոլորի հիմքը 2004 թվականից է սկսվում։ 2004-ից։ Ոչ չարաշահումների։ Այդ ասենք տարբեր սեփականաշնորհում, տարբեր խարդախություններ, տարբեր բան չգիտեմ ինչ է։ Մեկև 98 թիվը բան չկար, հա։ Այ մարդ հիմա վեկալ նայի, ես տեսելի դու ուղեղը բութ է։ Ասում եմ ես այս գործերը որ նայում եմ սաղ
Ում ուզում ես, Երվան Զախարյանը, Հովիկ Աբրամյան, ում ուզում ես նայ, որ գործ ուզում ես աննտուր։ Դա սկսվում է 2004 թվականից։ Դու կասես, ուրեմն գործ չկա մինչև 90-98 թիվը, ոչ, հետ են գնում, տես դեպք չկա, որ քրեական հանցանք լինի, վայ։ Արա հայերեն չես հասկանում դու։ Այդ որ դուք մտածում եք, որ Լևոն Տեր-Պետրոսյանի մեր ժամանակ թալան է եղել, չկա էդի, չկա, գործարան չի թալանվել, չգիտեմ ինչ չի թալանվել։ Երազով ռասկուլաշի ծարես։ Արա դու ես արել, ես չգիտեմ։ Հիմա ես ասում եմ փաստը, դու էլ ասում ես, իժանը չի եղել։ Արա չկա, կա, գնա քտի այս մեր եթերով ուղիղով ասել։ Եթե քրեական գործ չկա, քրեական վարույթ չկա, չի նշանակում փաստ չկա, այ քեզ։ Փաստ կա, ցավը տարեմ, բեր մեր եթերով ասեն։ Ես ասում եմ, այն ինչ որ ես ուսումնասիրել եմ, այն ինչ որ չեմ ուսումնասիրել, չեմ ասում։ Շատերն են ասում, արա ինչ ժամանակ։ Էլի եմ ասում։ Կա գողություն։ 7 գողություն, 5 իմասով կա քրեական վարույթ, այն երկուսի մասով չկա, ինչ կա չհասկանալու։ Արա կա, գիտես, ասա նախաձեռն են քրեական վարույթ։ Ապրեջան, գնանա երազը ինչա դառը, ինչից ինչա դառը։ Նույնց եմ կրկնում, ունես տվյալ, մարդիկ գնում են։ Դգարը աշկիտ առաջա։ Աշկիտ առաջա։ Դու միշտ նույն հիվանդությունը ունես։ Չունենալով փաստ, սիրում ես սրա նրա ասած էշեշտ ասել ես հետերով մի արեք այդ բանը ձեր ցավը տանը հիմա ես ասում եմ ինչ որ մենք էշեշ ազգովի եք էշեշ խոսում գորե 10 ազգովի էսաղը դվինձ ես ասում էշեշ խոսում հիմա որովհետև ես ուսումնասիրություն եմ ասում դու քեզ ասում եմ բոլոր ուրեմն լսի կա 7 հատ գողություն 5 հատ քրեական գործ երկուսը չի բացահայտվել ուրեմն ես դրա մասին չեմ խոսում Կա ախպեր ջան, ինչ նայում ենք, որ գործերը նայում ենք, ում շարունակի մի գործն ես ուզում ասես։ Բոլորինը ցավոք սրտի ես լավ բանը երազն ու մնացածը համբարձել են ուղակի։ Չգիտեմ։ Օրինակ տես, նույն կոնյակի գործարանը չկա, այդտեղ բան չկա հարուցված։ Հիմա որ չկա ասեմ, զորով ասեմ կա։ Եթե կա, բերեք ցույց տվեք։ Բագրատյանն է եղել կառավարիչ են որում։ Հրանտ Բագրատյանը։ Մարդը գնացեք ուսումնասիրեք։ Մարդը վստահ է, չէ իրա վրա։ Վայ։ Լավ, 2004-ին Ցավոք սրտի սենց է։ Բոլոր այդ գործերը, բայց դե 2004-ից է սկսվում։ Բայց ես սա ոչ թե ինչ-որ մեկին մեղադրելու համար եմ ուզում ասեմ։ Ուզում ասեմ ցավոք սրտի այդ, որ ասում են սա է արել, երրորդի ժամանակ է եղել, չորրորդի ժամանակ։ Ասում եմ հիմա ես որ ուսումնասիրում եմ, սա է ցույց տալիս։ Բայց դա նույնց եմ կրկնում, ոչինչ չի նշանակում։ Ես ասում եմ, առաջին, երկրորդ, երրորդ նախագահները միավորվեն, լուծում առաջարկեն, այդտեղ հավաքեն, այն վաղտել ասում էին նաև վեհապար հայրապետներին, ամենայն հայոցին եւ անտիլասի կաթողիկոսներին, այդտեղ նաև ասում էին գրկեն Արցախի նախկին նախագահներին, վարչապետներին նախկին, ստեղծեն մի հատ թիվ Իսկապես երկրի արչև վտանգ է իրանք են մարդիկ են, որոնք այդ պաշտոնները զբաղեցրել են, շատ բան տեսել են, գիտեն իրան ջապ եւ լուծում առաջարկեն։ Սա ժողովրդին կմոբիլիզացներ։ Դրանից հետո կորոշվեր առաջադրել Ռոբերտ Քոչարյանին, դա ամենահավանականն ու ամենակիրը։ Ինչի չեն համախմբվել երեք նախագահները։ Ինչի չեն համախմբվել։ Դրա համար եմ ասում, իմ կռիվը ոչ թե ինչ-որ մեկի դեմ է, այլ սրանց միավորման մասին։ Ես ասեմ խի չեն միավորվել։ Հեչ դժվար բան չի որ հասկանա, ամեն ինչ հասկանում։ Այդ երեք նախագահ քայլ գիտակցում են Հայաստանի իշխանությունը Թրամփի գրպանում է։ Մարդիկ չեն կարող Թրամփից տեսնել, դե ոնց են անջատում սա։ Ջարդում են։ Ինչեր է։ Մարդիկ չկան այդքան որ Թրամփից գնան մի բան խլեն։ Սեսա բանը, այ քեզ բան։ Ես վստահաբար կարող եմ ասել, որ իրանք այդ բանից չեն վախենում։ Այդպես դեք մեկ տարբեր ձևով են բան հարցերին մոտենում։ Ոչ մեկն էլ Թրամփից չի վախենում, ոչ առաջին նախագահ, ոչ երկրորդ նախագահ, ոչ էլ առավել ևս երրորդ նախագահ։ Շատ այդպես հարցեր են եղել։ Ես ասում եմ, վախում են։ Այդ մարդիկ ասում են, «Էս տանգեն մեր վրով չի»։ Լսի, ես քեզ դեպք եմ պատմում, որի վկան է Վիգեն Սարգսյանը եւ Սերժ Սարգսյանը։ Երկու օկանը։ Դե որպես անվտանգության հարցով խորհրդական Ամերիկայի դեսպանը խնդրել էր հանդիպման ժամանակ ինչ-որ բաներ ասել։ Եկել եմ նախագահին ներկայացել, ասեմ, պարոն նախագահ, այս բան կա։ Այս դեսպանը ասեց շատ ներողություն, հիմա այդ բառացի չասեմ ինչ ասեց։ Ասեց, իրակ ով են որ
միջամտեն այդ կարգի գործերին։ Միշտ կա։ Կհանդիպես ու կասես բացարձակ իրանց իրավունքը իրանց գործը չի։ Հա, բան են արել։ Հիմա դու ասում ես երևի չարբացած այս էնել այն ժամանակ որ Ամերիկան աշխարհում հələ այս պատերազմները չկար, հələ Ամերիկան երկրորդ պլան չէր վարվել, Ռուսաստան առաջին։ Ամերիկյան դեսպանը ըստ ամենայնի չափ նամուսը կորցրել է, լրիվ տակ նամուսը կո, որտեվ ամերիկյան դեսպանը բացի որ զանգում ասում է Բարսելոնան Լևոնին խիեք բռնե, նա ուրիշ լկտի պահանջներով էլ էր զանգ։ Կարող է չափը կորցրել, ասել է դրանց ասա ռա դեղեք։ Մի ես քեզ ասում, այդ երեքն է, գիտակցում են։ Հայաստանի իշխանությունը պատկանում է Թրամփը ասենք հավաքական արևմուտքին, հա, արևմուտքին, լավ։ Թրամփին եւ մասամբ ինչ-որ Եվրամիջան։ Այսօր այո։ Այս մարդիկ չեն կարող այդ հզորներից խլել իշխանությունը։ Դրա համար չեն միավորվում, չեն կարող։ Ֆիզիկապես ուժ չունեն։ Լսի, սպեսնազը ամերիկյան ու նաեւ թուրքական վխտում է Հայաստանով մեկ, Սյունիքով մեկ։ Այն օրը ասել եմ ես ինդուսները որ պիցա են բաժնում, իրականում դրանց մեջ ովքեր կա։ Ախպերյան, վաղը դրանք, որ 200,000 հոգի մարդ անի փողոց, պարոն Ուստա Իսագուլյան, 200,000, 50,000 անի բան, դու գիտես ինչ կանեն, կդրեն մի հատ նեբեսին սոտնյա, 160 նիկոլական ոստիկան կգնդակարեն կարվի, մի 48 ցուցարար, հարցը կպերսնի կփակվեք։ Այսինքն, տեսեք, հիմա տես։ Սրա մետաստազները, արդեն այնքան խորն են, որ սրան, այս ռեժիմի հարցը, կարող է լուծել մենակ Թրամփին հավասար կամ Թրամփից հզոր տղան։ Տեսեք, դուք այս ժողովրդին ասում եք հետևել, հայ ժողովուրդ, դուք քո երկրում ոչինչ որոշող չես։ Գնա կամ սուլթանի ոտը պաչի, կամ բանի խալիֆի ոտը պաչի։ Ես այդ բանն ասել եմ։ Դու այդ ես ասում։ Ասում ես ախպեր, կոնկրետ ձեզ կսպանեն, եթե դուք փողոց դուրս գաք, ուզենաք իշխանություն վերցնել։ Ձեզ կմորթեն, կսպանեն, արա դուք չեք կարա։ Պետք է Պուտին ձածան գա, իշխանությունը վերցի տա։ Լսի, Պուտին ձածան այսանգավոր իշխանություն վերցից ոչ ոքի չի տա։ Դու դա ես ասում։ Դու ասում ես ժողովուրդ, քեզանից բան կախված։ Լավ, ուրեմն Հայաստանի իշխանությունը, հենց քո ասածն է սա։ Պատկանում է Փաշինյան Նիկոլին, Սերժը, Ռոբերտը, Լևոնը վախում են դրանից իշխանություն վերցնել։ Բա ինչ է։ Հայաստանում իշխանությունը պատկանում է ժողովրդին։ Տոշնա։ Այո, իմ խորին համոզմամբ։ Ուղղակի է ժողովրդը հիմա ապաթիայի մեջ է, հարկավոր է ժողովրդին մոբիլիզացնել։ Մոբիլիզացնելու համար պետք է Նիկոլին զրկել այն հիմնական զենքից, որը ինքը այդ ժողովրդի հոգեբանական վիճակը ճշելու համար օգտագործում է։ Դա է դάχին, թալանչի, մալանչի, այս ոչ մի երկրում, այդ արևմուտքն է, այս 4-րդ կարգի ազգերի սովորեցել է իշխանությունը ոչ մի երկրում իշխանությունը ժողովրդին չի պատկանում, ֆիզիկապես չի կարող պատկանել, պատկանում է պետությանը, իշխանությունը։ Իսկ մեր իշխանությունը այլ պետությանը պատկանում, քան Հայաստանի։ Էս է խնդիրը։ Դու գիտես որ ոչ մի երկրի, այսօր ինձ մի հատ լավ ընկեր ուշես, Դանելյան, ոչ մի արևմտյան քաղաքակիրթ երկրի սահմանության մեջ այդպես ապուշություն չկա գրած։ Ինչ։ Իշխանությունը ժողովրդինն է։ Այդպես ապուշություն ոչ մի երկրի ժողովուրդ հասկացողությունը վերացված է։ Դե գոմիկներ են ու մոմիկներ։ Լսի, այդ է ցավը ցանկացած երկրում իշխանությունը միշտ պատկանել է ժողովրդին։ Պետությանը։ Երբ ժողովուրդը ոտի է կանգնել, ոչ ժողովուրդը ոտի չի կանգնի, հանում են արալացի, այո, ով է հանում։ Նախիրը մենակ ով է հանում։ Էլիտան է հանում։ Քաղաքական։ Այո, այսինքն եթե ես որ ասում եմ, երբ որ միավորվել, արևի բան հասկանալ։ Տեսնել ոստեղ էլիտան հավաքվել, էլիտան ինչ որ, բայց երբ որ էլիտան մեկը իրան են բզկտում, ժողովուրդը տենում է որ էլիտա չկա։ Իմ ասացի ու քո ասացի տարբերությունը, արա վերցրած սա համաշխարհային պատմությունը։ Ստրուկը, իսկական ծնյալ ստրուկը, եկավ գրած կայրե, իշխանությունը վերցրեց, ամբողջ խաչակիրներին ու մողոլ թաթարներին ենթարկեցրեց Իրան։ Նա Չինգիզ խան վերցրեց, ենթարկեցրեց։ Բացի խան վերցրեց, Լեգտեբուր վեկավ։ Չինգիզ խանը ախպերյան 1000 տարի մեկ ծնվող երևույթ է, դու այդ ֆենոմեններին դու ուր ես համատում։ Չինգիզ խան, Նապոլեոն, Ալեքսանդր, Ստալին, միշտ էլ հանել են ժողովրդի ոտի։ Դրանով իշխանությունը վերածել են ցանկացած ամենազոր իշխանություն տապալել։ Գյուղում ապրած տղա ես, նախիրը երբեք մենակ չի գնում առասելու, նախրին տանում են։ Ժողովուրդը երբեք ոտքի չի կանգնում, ժողովրդին հանում են, այլարս թե ով է հանում։ Լսի, դու ասում ես Քոչարյանը, որը շատ լավ պատկերացնում է Թուրանի վտանգը։
Շատ լավ, նկարագետն։ Հետևյալն է ասում իր հարցադրություն։ Ասում է Ամերիկան երկիրը չէ, որ մի բան ստորագրես հետո չանես, ստիպված պետք է անես։ Հետո։ Ինչ ես դու ակնկալում քոչը։ Իմ ուղղատարբերությունը գիտես էլի որն է։ Ասեմ որ ժողովուրդն էլ հասկանա։ Դուք բոլորդ ասում եք թե Լևոն Տեր-Պետրոսյանը էս գրեց, պատերազմի խաղաղություն, էս արեց, չէր ուզում Շուշին գրավել մենք։ Ես հո գիտեմ որ։ Ես այդ բանը չեմ ասում։ Լևոն Տեր-Պետրոսյանը ինչ էր ասում, ինչ չէր անում, այն գործերը որ անում էր, դա էր կարևորը։ Հիմա Ռոբերտ Քոչարյանը հարցազրույցում ինչ ասեց, Սերժ Սարգսյանն ինչ ասեց, դա կարևոր իրանք ինչ էին անում, իրանք անում էին այն ինչ որ պետք էր էս երկրին։ Ինչ էին ասում։ Նիկոլն էլ հիմա ասում է, անդադ գալիս ասում է, հիշում եք 18 թվականի փետրվարին Սերժ Սարգսյանն եկավ Ամբյոնի մոտ ասեց, որ մտած է փակուղի։ Այ դա նշանակում է սա։ Լակո այդ թող հանրապետական ֆրակցիանը հելի համբալ ասի, դե մի հատ մի նայի Լուկաշենկոյի ու Սերժ Սարգսյանի ձայնագրությունը դնի լսի։ Այ համբալ, այդ փակուղու համար Սերժ Սարգսյանին 5 միլիարդ էին տալիս։ Ինքն էլ 6 միլիարդ տալիս էր, որ նրանք ձեները կդրեին։ Հա։ Մի խոսքով։ Դե տես չէ, ասել դրա համար որը նայի, լսի գրանտակերները գործականները ասել։ Նրանք շատ ճկուն են մանիպուլյացիա անելու։ Նրանք մտածում են, մի թարսպորտի մի անհաջող ֆրազա ասում, չէ՞, ու քակնանում սրան ձերը։ Կկախվեն այդ բանից, կկարշեն, դու դրա համար ասեմ դու էլ մի կարճի, դու հարցազրույցում բան ասեց։ Ով ասես։ Դու ես ասում Ռոբերտ Քոչարյանը հարցազրույցում ասել։ Չեմ կարճի։ Դա դեսի ուղարկեց, որ նրանք թուլանան, կարողացնե գործանը օրինակի համար։ Ոչմ։ Շնամու ո՞նց է ծուղակը գցում։ Հա։ Լավ ծուղակ։ Գիտես ինչ կա։ Լավ էլի։ Դե լավ, այսօր արդեն մի ժամից ավել է եթերում ենք։ Ժամից ավել եթերում ենք։ Մենք այսօր բարձենք, բոլորը թող հասկանան, որ Փաշինյան Նիկոլը որևէ պրետենզիա չունի վեհապարին, որևէ մտադրություն չունի, որևէ պրոբլեմ չունի նրա հետ, նրա խնդիրը քանդելն է, լիկվիդացնելն է հայ առաքելական եկեղեցին, որովհետև այստեղ Էջմիածուն խազիատ պետք է լինի, որովհետև եկեղեցին վտանգ է, բրիտանա-թուրքական եղբայրության համար տեւաբար նա քանդում է եկեղեցին։ Օգտագործելով ցավոք սրտի անբարոյական որոշ եկեղեցականների։ Նաև հասկացանք, որ մի կերպ պարոն Օստա Իսագուլյան իշխանությունը ոչ միտեղ չի պատկանում ժողովրդին, պատկանում է պետությանը, մեր ողբերգությունը այն է, որ մեր երկրի իշխանությունը պատկանում է ոչ թե Հայաստանի պետությանը, այլ պետությանը։ Այս կա բան։ Հիմա տես մեր ընկերներից Հայկը Նահապետյան հետևյալ ուրեմն բանն է տարածել։ Ես կարդամ, որ քանի որ վերաբերում է մեր թեմային, ես հայ առաքելական եկեղեցու հետևորդս խնդրում եմ ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ին եւ Մայր Աթոր Սուրբ Էջմիածնին կարգալույց անել հետևյալ եպիսկոպոսներին եւ արքեպիսկոպոսներին։ Առաջին Նավասարդ arczepiskopos Կճոյանին, երկրորդ Աբրահամ arczepiskopos Մկրչյանին, երրորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանին, չորրորդ Վազգեն arczepiskopos Միրզախանյանին, հինգերորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանին, այո, վեցերորդ Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանին, Առաքել arczepiskopos Քարամյանին, այդ գերեջը թե եւ ութերորդ Արտակ եպիսկոպոս Տիգրանյանին։ Այդ որտեղ որն է Արտակը։ Չգիտեմ։ Հիմք ընդունելով վերջիններիս կողմից կատարված հետևյալ գործողությունները, փորձել եկեղեցու ներքին կյանքին ու գործերին խառնել երրորդ կազմակերպությունների, ներառյալ ՀՀ կառավարությանը, ՀՀ քննչական կոմիտեին, քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը, սեփական նախաձեռնությամբ իհայտ եկած կեղծ օրակարգը սպասարկելու եւ իրենց համար ցանկալի արդյունքի հասնելու համար։ Երկրորդ, սեփական օրակարգը սպասարկելու համար խեղաթյուրել եպիսկոպոսալ ժողովի որոշումները եւ դեմ գնալ անջատի եւ դեմ գնալ ժողովի արդյունքներին։ Երրորդ, դեմ գնալ ազգային եկեղեցական ժողովի որոշմանը համարձակվելով իրենց փոքրիկ խմբակի ցանկությունը հակադրել ժողովի որոշմանը, ըստ որի ամենայն հայոց կաթողիկոսն է Գարեգին II-ը։ Չորրորդ, խախտել ՀՀ օրենքները ակնհայտորեն համագործակցելով ՀՀ քննչական կոմիտեի հետ եւ տեղեկություններ ստանալ վերջիններից առանց այդ իրավունքը ունենալու։ Հինգերորդ, շահարկել քննչական կոմիտեի ստացած տեղեկությունները մանիպուլացնելու եւ խեղելու հանրային կարծիքը
Վեհափար Հայրապետի եւ Արշակ arczepiskopos Խաչատրյանի վերաբերյալ։ Այսպիսով փորձ անելով վարկաբեկել վերջիններից բարի համբավը եւ հավատավոր ժողովրդին հրամցնել սեփական օրակարգը։ 6-րդ որպես ճշմարտություն ընդունել որոշումը այն քննչական կոմիտեի, որ անիրավի բանտարկել է Բագրատ եւ Միքայել arczepiskoposներին եւ Միքայել եպիսկոպոսին, այսպիսով նաեւ դեմ գնալ բարձրագույն հոգեվոր ժողովի այն հայտարարությանը, որ քննչական կոմիտեի գործողություններն ապօրինի են եւ ուղղորդվում են հայ ներկայիս իշխող վարչակազմի կողմից հայ առաքելական եկեղեցին պարակտելու համար։ Խնդրում եմ նաեւ քննել համացանցում, լայն տարածում ստացած պարակտիչ հայտարարության իսկությունը եւ պարզել թե արդյոք այդ հայտարարության տակ ստորագրել են նաեւ Հովվան arczepiskopos Տերտերյանը եւ Սիոն եպիսկոպոս Ադամյանը, խնդրում եմ նաեւ քննել վերջիններիս կարգալույց անելու հարցը, եթե հայտարարության բովանդակության իսկությունը հաստատվի, հիմք դնելով վերոնշյալ պատճառները։ Ես էլ մեր ընկերոջ, որ Նահապետյանի հայտարարությունը Նահապետյանը գիտակ այնտեղ եկեղեցու ներքին կյանքը գիտե էլի, վեհապարի լիազորությունները կարգալույցի այդ պրոցեդուրան։ Հա, նույնիսկ Դե սպասենք վաղան։ Նույնիսկ մարդիկ նկել են Նիկոլի կողքն են նույնիսկ նստել։ Այդ գնացել ես Նիկոլի հանդիպանիշ կարևորը կողքն ես նստել, դեմն ես նստել արդեն ինչ։ Հեսա առանց Հայրապետի օրհնության իշխանությունների այդ հանդիպող եպիսկոպոսած եկեղեցականները ենթակային բարձրագույն հոգևոր իշխանության ամենախիստ վճռին։ Լավ, պետք է բոլորին կարգալույց։ Կիչոյանը չգիտեր այդ մասին։ Արա Կճոյանը անբարոյական է էլ է մանկուց, հիմա դու Կճոյանը գողական աշխարհի Այսինքն գիտենալով հանդերձ այդ բանները, չէ՞։ Բավոց, միանշանակ։ Ես օրինակ չգիտեի, որ պահանջվում է վեհապարի համաձայն թույլտվությունը, որ դրան գնան վարչապետ տեսան։ Միշտել է տենց է։ Ես նոր եմ ասում, բայց Մինիստրները կարար է թան ուզածը տեղը առանց վարչապետի թույլտվության։ Չեն կարա, չէ՞։ Այս որ այդ առումով շատ միանշանակ է, որ այո, այս սրբազանները… Դե սպասենք վաղվա, տեսանք ինչ կլինի վաղը։ Դե սպասենք վաղվան, դե սիրելի հրստատուտով։ Չէ, բայց վաղը են, որ գմբոս կլինի մայրաթոռում, այդ միանշանակ։ Դե հիմա տես, Բենթլին, ուրեմն Քարամյանը… Պրոգրամացիոն են, վաղը, որը բամեր… Ախր սրանք, եթե լինեին… Վաղը արտասահմանից մեր Եթե սրանցից ամեն մեկի հետ հազարատ քրեական գործեր չլիներ, սրանց մեջ երկուսը ամուսիններ են։ Հա, երկուսը ամուսիններ են։ Այսինքն է։ Կանչ թերթը տպեց, չէ։ Երկուսը իրար հետ են ամուսնացած, երկու եպիսկոպոս իրար հետ ամուսնացած են։ Ֆեդերասիան այսինքն։ Այո, որոնց վերաբերյալ փաստաթուղթը դրել են, այսինքն կադրերը դրել են իրանց դեմ, իրանք այսինքն պղծերի միջոցով ամենապիղծերի, եթե Նիկոլին հետաքրում էր Որն են մարսուկենիկները։ Կա, այստեղ կա, Անունները ինչ է դրանց։ Հեսա ասեմ։ Հեսա։ Դա բայց դժվար մի տան մեջ ապրեն, հա, դե կբռնում են։ Հա։ Չէ։ Վազգեն Միրզախանյանը կին եւ երեխա ունի, and Էստոնիայի ջադեն։ Չէ, հա։ Նա ունի, ափսոս հեսա։ Ժատո Նիկոլի սրտի սրբազանն է։ Հիմա այս ուղղակի մոտից արդեն այդ բանը անցավ, նոր ուղարկել էին։ Կանչ պարբերականն է, տպե 100%-ով, գրած է, որ երկուսն են։ Նկարները հեսա, մի անգամից։ Լավ, դե էական չի արդեն։ Չէ, եթե շատ ես ուզում։ Սպասենք վաղվա, սպասենք։ Շատ ես ուզում, կարող ենք հրապարակել, նեն չի որ։ Ահա։ Զզվանքով տեղեկանում եմ հայ առաքելական եկեղեցի թշնամի Նիկոլ Անողի հետ հանդիպման սրանց մասին։ Կանչ Տելեգրամյան ալիքի տարածած լուրը, կանչ ալիքը գրում է. մեր տեղեկությունները ազգադավին հաջողվել է իրենով անել եւս երկու եպիսկոպոսների, մեկը Երևանի պետական համալսարանի Աստվածան ֆակուլտետի դեկան Տեր Անուշավան եպիսկոպոսն է, մյուսը Մայր Աթոռի տեսուչ Տեր Արտակ եպիսկոպոսը, երկուսի դիմաց ԱԱԶ-ն դրել է տեսանյութ եւ շանտաժ անում։ Պարզվում է երկար տարիներ Տեր Արտակը Տեր Անուշավանի ամուսինն է եւ հենց այս տեսանյութն է շանտաժի առարկան։ Տեր Անուշավանի այսքանից հետո Անուշիկի հետ շանտաժի բնույթը առանձնացուց է ունեցել նաեւ Պապիկյան Սուրենը, սկզբնաղբյուրը կանչ Տելեգրամյան ալիք։
Հիմա սա սենց մի հատ սկրինշոտ անենք, որ վաղը մյուս օր եթե հարց առաջանա ցույց տանք այդ սկրինշոտը։ Սկրինշոտ անել եք, գիտես։ Հա, Մոլորես։ մեկ-մեկ անում եմ։ Հենց որ նույնիսկ այդ կարգի մարդիկ Կճոյանը, որ տարիներ շարունակում պախարակել է եկեղեցին, այսօր հանդիպում է Փաշինյանին, հեսա անի Հարությունյան, սա էլ կարող եմ էլի կարդալ, սկրինշոտ անել եւ տրամադրել մարդկանց։ Էդ էլ ասեկոսե ՀՄ-ն է, եւ այլը։ Ու դու տեսնում ես, չէ՞, այստեղ նայ Փաշինյան Նիկոլը իր այդ չմո գրանտակերներով, ու ճիշտ է, օգտավոր նաև պետական լծակ է, չէ՞։ Ինչ փոթորիկ է սարքի։ Լավ, այդքան հայ մեծահարուստներ կան, լրջագույն մարդիկ կան։ Հայաստանում, Սփյուռքում, Ամերիկա։ Այս չեն ուզում գան մի հատ իրանց խոսքն ասել, սրան գնան։ Մենա Սավել Կարապետյանն եկավ ասելու, էնել հələ նախադասություն էլ չասեց, ուղղակի իր ցանկությունը, որ աջակցելու է հայրաքելական Սուրբ Եկեղեցուն, հիմա որտեղ է աշխատանքային գաղութ։ Չասելու 1000 ու մի ձև կա 1000 ու ամբյոն հարթակ կա, չէ։ Չի կարելի թողնել։ Դե լավ, այդ մասին հաջորդ դասին։ Դե վաղը սպասենք գմպոս կլնի։ Հա, լավ, սիրելի հերթադու, արդեն ժամ 20 րոպե եթերում ենք։ Իհարկե կներեք, մենք կարևոր մերը ուղիղ է, մենք այս երևի այս ոչի, հա 18 թվականից է, շատերը ասում են, որ իրանք առաջինն են, բանն եւ այլն, բայց ուղիղ եթեր եւ այս կարգի անկաշկանդ զրույցներ մենք 18 թվականից վարում ենք իշխանազավթումից հետո, այնց որ մնացեք մեզ հետ։ Բայց ուրիշներին բան են տալի, ռեկլամ են տալի, մեզ ռեկլամ չեն տալի։ Ուրիշները խնդրում են, որ իրանց լայք են, մենք չենք խնդրում, որ մեզ լայք են։ Գուցե դա էլ է պետք է արդյոք։ Ֆինանսական բաներ, ներհոս մենք էլ սկսենք բաներ հրապարակել, հաշվի համարներ, խնդրենք մարդկանց, որ հրապարակի կարող է, որովհետև մեր